Թվում էր, մի սովորական կին, որը պատրաստվում է ծննդաբերել, տեսնում է, թե ինչպես է իր կյանքը փշրվում, երբ զուգընկերը որոշում է նրան փոխարինել նորահայտ աստղով։ Նա չի էլ պատկերացնում, որ նրա լռության հետում թաքնված է ուժ, որը կարող է կործանել ամբողջ կայսրություններ։ Երբ հին արյունակցական կապերը վերակենդանանում են, խաղատախտակը փոխվում է այնքան արագ, որ հապճեպ որոշումները դառնում են անշրջելի սխալներ։ Իսկ այս ամենի մեջ նրա կյանքի ամենաթանկ շրջադարձը մոտենում է լուռ քայլերով։ Նախքան այս թաքնված ուժի, դավաճանության անողոք արդարության պատմությունը ճանաչելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին միացնել զանգը։ Երանյան աշնանային առավոտը բերել էր այն մանրամաղ անձրը, որը կարծես մաքրում էր երկրի ամենահարուստ քաղաքի ծանր օդը։ Հյուսիսային պողոտայի գործարար շենքի 30-րդ հարկում, մայրաքաղաքի ֆինանսական սրտում, Գորգ Մանուկյանը հատակից առաստաղ ձգվող ապակե պատուհանից հիանում էր քաղաքային տեսարանով։ Նրա շագանակագույն աչքերը, որոնք միշտ հնարավորություններ էին փնտրում, արտացոլում էին հայելային շենքերը, որոնք տեղավորում էին Հայաստանի խոշորագույն կարողությունները։ 42 տարեկանում Գորգը հայկական տեխնոլոգիական հեղափոխության դեմքն էր։ Նրա ընկերությունը Noratech Solutions-ը, որը գնահատվում էր գրեթե 10 միլիարդ դրամ, հեղաշրջել էր ֆինանսական ծառայությունների հավելվածների շուկան։ Գործարար ամսագրերը նրան անվանում էին թվային տեսլականատեր, ներդրողները հարգում էին նրան, իսկ երիտասարդ ձեռներեցները պաշտում էին նրան որպես հաջողության օրինակ։ Սակայն այդ առավոտ նրա մտքերը հեռու էին այն կոդերից ու ալգորիթմներից, որոնք կառուցել էին իր կայսրությունը։ Մահագոնի փայտից պատրաստված զանգվածային սեղանին սպասում էր կնքված դարչնագույն ծրարը։ Դրա մեջ այն փաստաթղթերն էին, որոնք վերջ կդնեին Հեղինե Սարգսյանի հետ 7 տարվա ամուսնությանը։ Պարոն Մանուկյան, ձեր փաստաբանը երկրորդ գծի վրա է, հայտարարեց նրա քարտուղարուհին ներքին հեռախոսով։ Գորգն ուղղեց իր մուգ կապույտ փողկապը, խորը շունչ քաշեց։ Ռուբեն, ամեն ինչ պատրաստ է։ Ամեն ինչ մեր պլանավորածի պես է, Գորգ, փաստաբանի ձայնը վստահ էր հնչում։ Համաձայնագիրը չափազանց առատաձեռն է, հաշվի առնելով նախամուսնական պայմանագիրը։ Նա կստանա բնակարանը կենտրոնում, մեքենան զգալի ալիմենտ։ Իհարկե, եթե ստորագրի արագ առանց առարկությունների։ Գորգի շուրթերին ժպիտ հայտնվեց։ Համաձայնագիրը հաշվարկված առատաձեռն էր, բավականաչափ, որպեսզի արդար թվա դրսի աչքին, բայց չնչին իր իրական կարողության համեմատ։ Հիանալի է։ Հենց ստորագրվի, հարցազրույց նշանակիր Business Armenia-ի հետ։ Ուզում եմ, որ նորությունը հրապարակվի իմ ուզած ձով։ Պլանը մշակված էր ճշգրտությամբ։ Բաժանվել Հեղինեից մինչ որդու ծնունդը, գրավել լրատվամիջոցների համակրանքը, բարեկամական բաժանման պատմությամբ 3 ամիս անց հրապարակայնորեն հայտնվել 27-ամյա երիտասարդ դերասանուհի Լիլիթ Ասլանյանի հետ, ով փայլում էր Prime Time սերիալում։ Լիլիթի հետ հարաբերությունները կուլիսներում շարունակվում էին գրեթե 1 տարի։ Գորգը գաղտնի ֆինանսավորում էր նրա շքեղ ապրելակերպը, կեղծ ընկերությունների կորպորատիվ քարտերի միջոցով։ Հանրությունը չգիտեր, բայց հեռուստատեսության գլխավոր պրոդյուսերներն ու ռեժիսորներն արդեն խոսում էին ծագող աստղի, խորհրդավոր հովանավորի մասին։ Նրա վարորդը սպասում էր ավտոտնակում Porsche-ով։ Գորգն ուղղեց իր պատվերով կարված իտալական կոստյումը, վերցրեց ծրարը իջավ։ Ժամանակն էր անձամբ հանձնել փաստաթղթերը, ուշադրության վերջին ժեստ, որը լավ կհամապատասխաներ այն պատմությանը, որը նա մտադիր էր կառուցել։ 30 րոպե անց մեքենան կայանեց Արաբկիրի ժամանակակից առանձնատան դիմաց, այն թաղամասում, որտեղ Հեղինեն պնդել էր ապրել։ Ես նախընտրում եմ ավելի համեստ, ավելի հարմարավետ մի բան, ասում էր նա, դիմադրելով նրա առաջարկած շքեղ առանձնատներին։ Այս նյութական անտարբերությունը միշտ հետաքրքրել էր նրան, բայց Գորգը դա վերագրում էր մի միամտության, որն այժմ իրեն հարմար էր։ Հեղինեն պատշգամբում էր, ջրում էր բույսերը։ 35 տարեկանում հղիության 8-րդ ամսում նա ճառագում էր մի խաղաղ գեղեցկություն, որը հակադրվում էր քաղաքի կատաղի ռիթմին։ Նա հագել էր բամբակյա թեթ զգեստ, իսկ շագանակագույն մազերը հավաքված էին անփույթ սանրվածքով։ Երբ տեսավ ամուսնուն, որը ժամանել էր չորեքշաբթի առավոտյան, նրա կանաչ աչքերը, որոնք սովորաբար հանգիստ էին, զարմանք արտահայտեցին։ Գորգ, ինչ-որ բան է պատահել։ Նա ստիպողաբար հաշտվողական ժպիտ ցուցադրեց, բարձրանալով պատշգամբի աստիճաններով։ Մենք պետք է խոսենք, Հեղինե։ Փոքրիկ հյուրասենյակում, որը զարդարված էր հայկական արհեստագործական իրերով ծագող նկարիչների կտավներով, որոնք նա հայտնաբերում էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համադրողի իր աշխատանքում, Գորգն իրեն օտար զգաց։
Նա երբեք չէր հասկացել կնոջ գիրքը այդ գործերի նկատմամբ, որոնք նա համարում էր միջակ։ Սուրճ, առաջարկեց նա սովորության համաձայն։ Ոչ, շնորհակալություն։ Սա երկար չի դի։ Հեղինեն դանդաղ նստեց բազմոցին, հարմարեցնելով իր մեծացած փորը։ Բնազդաբար ձեռքերը դրեց դրա վրա, կարծես ուզում էր պաշտպանել իր կրած երեխային։ Ինչ է կատարվում, Գորգ։ Նա մեկնեց ծրարը։ Ես ամուսնալուծություն եմ պահանջում։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Հեղինեն չբղավեց, չլացեց, չաղաչեց։ Նրա մատները թեթակի դողացին, վերցնելով ծրարը, նրա աչքերը, որոնք հարված էին Գորգի աչքերին, ցույց էին տալիս մի բան, որը նա չէր կարողանում վերծանել։ Դա միայն տխրություն կամ զայրույթ չէր։ Դա մի տեսակ ճանաչում էր։ Դերասանուհու պատճառով է, այնպես չէ՞։ Լիլիթ Ասլանյանի։ Գորգը զգաց, թե ինչպես ստամոքսը կծկվեց։ Նա չէր սպասում, որ Հեղինեն կիմանա։ Ինչպես դու։ Երանը կարող է հսկայական լինել, բայց ազդեցիկ մարդկանց շրջանակը զարմանալիորեն փոքր է, պատասխանեց նա շփոթեցնող հանգստությամբ։ Թանգարանում մենք շատ խոսակցություններ ենք լսում։ Շատ մարդկանց ենք տեսնում։ Նորությունները շրջանառվում են։ Վերականգնելով իր դիրքը, Գորգը կոկորդը մաքրեց։ Դե, դա հեշտացնում է ամեն ինչ։ Այս ծրարի մեջ չափազանց արդար համաձայնագիր է։ Դու կպահես այս առանձնատունը, քո մեքենան, առատաձեռն ամսական ալիմենտ, իհարկե, լիարժեք աջակցություն երեխայի համար։ Իմ փաստաբանները կարող են բացատրել մանրամասները, բայց հավատալ դա ավելին է, քան բավարարը ձեզ երկուսիդ համար։ Հեղինեն զգուշորեն բացեց ծրարը, մի քանի րոպե լուռ ուսումնասիրեց փաստաթղթերը։ Նրա շնչառությունը մնում էր վերահսկված, բայց քունքին մի երակ էր բաբախում։ 7 տարի, Գորգ։ 7 տարի, դու ընտրում ես հանձնել սա ինձ, երբ ես պատրաստվում եմ լույս աշխարհ բերել քո երեխային։ Հենց դրա համար էլ փորձեց նա խելամիտ հնչել։ Ուզում եմ ամեն ինչ լուծել մինչ ծնունդը։ Դա ավելի քիչ սթրեսային կլինի քեզ համար, ինձ համար, բոլորի համար։ Մաքուր նոր սկիզբ։ Հեղինեն աչքերը բարձրացրեց փաստաթղթից, Գորգը անսպասելի սարսուռ զգաց ողնաշարի երկայնքով։ Այդ հայացքում ինչ-որ բան կար, մի ուժ, մի վճռականություն, որը նա երբեք չէր նկատել։ Մաքուր նոր սկիզբ, կրկնեց նա մի տոնով, որը նա չճանաչեց։ Դա է, ինչ դու ուզում ես։ Այո, պատասխանեց նա, թեթացած, որ նա կարծես հասկանում էր։ Մենք կարող ենք ամեն ինչ քաղաքակիրթ լուծել։ Առանց սկանդալների, առանց լրատվամիջոցներում քաշքշուկի։ Գիտեմ, որ դու միշտ գնահատել ես զսպվածությունը։ Հեղինեն որոշակի դժվարությամբ բարձրացավ, մոտեցավ փոքրիկ սուրճի սեղանին, վերցրեց կապույտ ճենապակյա բաժակը։ Մի պահ նա նայում էր առարկային, պտտելով այն մատների արանքում։ Գիտես, այս բաժակը հետաքրքիր պատմություն ունի, մեկնաբանեց նա, կարծես առանց նպատակի։ Պատկանում էր տատիկիս։ Սա այն քիչ բաներից է, որ ես ինձ հետ բերեցի, երբ որոշեցի ապրել ինքնուրույն։ Նախքան Գորգը կկարողանար պատասխանել, բաժակը սահեց նրա մատներից, փշրվեց հատակին։ Նա սթափվեց, բայց Հեղինեն անշարժ մնաց, նայելով բեկորներին։ Որոշ բաներ կոտրվում են, չեն կարող վերանորոգվել, Գորգ։ Մյուսները, նա բարձրացրեց հայացքը, որն այժմ այլ փայլ ուներ, գրեթե մետաղական։ Մյուսները կռվում են, դիմանալու այնպիսի ճնշումների, որոնք դու նույնիսկ չես պատկերացնում։ Նա մոտեցավ կողային սեղանի վրայի ստացիոնար հեռախոսին, լիովին անտեսելով հատակի բեկորները։ Ինչ ես անում, հարցրեց նա, հանկարծակի անհանգստանալով։ Հենց այն, ինչ դու ասացիր։ Լուծում եմ ամեն ինչ մինչ երեխայի ծնունդը։ Հեղինեն հիշողությամբ հավաքեց մի համար, որը նա չէր օգտագործել 7 տարի։ Ալո, տատիկ։ Այո, ես եմ։ Հեղինեն։ Հեղինե Սարգսյան Պողպատյան։ Հենց այդ պահին Գորգը զգաց առաջին սարսուռը։ Պողպատյան։ Կնոջ ազգանունը պարզապես Սարգսյան էր, նա վստահ էր։ Թե վստահ չէր։ Ես պետք է շտապ խոսեմ մայրիկիս հետ։ Այո, գիտեմ, որ նա խորհրդի հետ ժողովի մեջ է։ Սա վերաբերում է կայսրության իմ որդու ապագային։ Պողպատյան անունը սենյակում արձագանքեց որպես ամպրոպ պարզ երկնքում։ Գորգը անշարժ մնաց, փորձելով ընկալել այն, ինչ նոր էր լսել։ Պողպատյան։
Հայաստանի արդյունաբերական ոլորտի ամենահզոր ազդեցիկ ազգանուններից մեկը։ Պողպատյան դուստրեր մետալուրգիական խումբը, որի տարեկան շրջանառությունը գերազանցում էր 700 միլիարդ դրամը, վերահսկում էր երկրի պողպատի արտադրության 40% ճյուղեր ուներ ամբողջ Կովկասյան տարածաշրջանում։ Մի գործարար դինաստիա, որը 3 սերունդ ղեկավարվում էր երկաթե կանանց կողմից, բառացիորեն Հեղինե Սարգսյան Պողպատյան, կակազեց Գորգը, զգալով, թե ինչպես է կոկորդը չորանում։ Նա անջատեց հեռախոսը, շրջվեց դեպի նրան լիովին փոխակերպված կեցվածքով։ Թանգարանի համեստ աշխատավարձով համադրողը նուրբ շարժումներով կինը կարծես անհետացել էր։ Նրա փոխարեն մի կին էր, ում հայացքն արտացոլում էր սերունդների իշխանություն վճռականություն։ Զարմացած ես, սիրելիս։ Նրա ձայնի հեգնանքը կտրուկ էր։ 7 տարի շարունակ ես աշխարհի քեզ համար պարզապես Հեղինե Սարգսյան էի։ Ժամանակակից արվեստով տարված մի համադրող, որն ապրում էր համեստորեն իր աշխատավարձով, ամուսնացած տեխնոլոգիական հանճարի հետ։ Սա իմաստ չունի, փորձեց նա վիճել, բայց ձայնը մատնեց նրա անվստահությունը։ Ես կիմանայի։ Իմ փաստաբանները կհետաքննեին մինչ ամուսնությունը։ Հեղինեն անհանգստացնող հանգստությամբ ժպտաց։ Երբ ես որոշեցի հեռանալ ընտանիքից իմ սեփական ինքնությունը կառուցելու համար, ես վստահեցրի, որ դա լիարժեք հեռացում լինի։ Օրինականորեն փոփոխված փաստաթղթեր, ջնջված կապեր, լիովին փաստաթղթավորված զուգահեռ գոյություն։ Ես ուզում էի, որ ինձ սիրեն նրա համար, ինչ ես կամ, այլ ոչ թե այն կայսրության համար, որն իմ ընտանիքը կառուցել է։ Նա մոտեցավ գրադարակին, հանեց մի հաստ գիրք։ Դրա միջից հանեց մի փոքրիկ ֆլեշ գրիչ, տվեց Գորգին։ Այստեղ այն ամենն է, ինչ դու քո փաստաբանները պետք է գտնեիք, բայց չգտաք։ Իմ փոխակերպման մանրամասն արխիվը։ Լավագույն իրավաբանական թիմի աշխատանքը, որը պողպատի փողը կարող է գնել։ Ձեռներեցը պահում էր ֆլեշ գրիչը, կարծես այն պայթելու պատրաստ ռումբ լիներ։ Նրա հաշվարկող միտքն արդեն աշխատում էր հետանքների վրա։ Եթե Հեղինեն իսկապես Պողպատյան էր, դա փոխում էր ամեն ինչ։ Ամուսնալուծության համաձայնագիրը, նախամուսնական պայմանագիրը, մեդիա ռազմավարությունը, ամեն ինչ պետք է վերահաշվարկվեր։ Ինչու թաքնվել։ Ինչու ապրել ինչպես սովորական մարդ, երբ կարող էիր ամեն ինչ ունենալ, հարցրեց նա, անկեղծորեն շփոթված։ Հեղինեն շոյեց իր փորը, դիտելով դրսում սկսվող մանր անձրը։ Որովհետև ուզում էի պարզել, թե ով եմ ես ազգանունից դուրս։ Ուզում էի առավոտյան արթնանալ, ինչ-որ բան կառուցել իմ սեփական ձեռքերով, ոչ թե պարզապես կառավարել այն, ինչ ժառանգել եմ։ Ուզում էի շնչել առանց 5 սերունդների ծանրության իմ ուսերին։ Նա դադար տվեց, ուղիղ նայեց Գորգի աչքերին։ Եվ ուզում էի սիրել մեկին, ով ինձ կսիրեր այն կնոջ համար, ինչ ես կամ, ոչ թե այն հարստության համար, որը ես կրում եմ։ Ծանր լռություն լցրեց սենյակը։ Դրսում անձրը ուժգնանում էր, մշուշելով պատուհանները էլ ավելի մեկուսացնելով այդ տունը մնացած աշխարհից։ Գորգը փորձում էր վերադասավորել իր մտքերը, փնտրելով ռազմավարական ելք։ Հեղինե, մենք կարող ենք խոսել այս մասին։ Վերանայել պայմանները։ Ես չգիտեի։ Ոչ, Գորգ, ընդհատեց նա վճռականորեն։ Հիմա խոսելու ոչինչ չկա։ Դու քո որոշումը կայացրել ես, երբ լրացրել ես այս փաստաթղթերը, երբ պլանավորել ես թողնել ինձ 8 ամսական հղի, դերասանուհու գիրկը վազելու համար։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշեց։ Հիմա իմ հերթն է որոշումներ կայացնելու։ Ներքին հեռախոսը զանգեց։ Հեղինեն պատասխանեց, թույլատրեց մուտքը։ Րոպեներ անց 3 մեքենաներից բաղկացած շարասյունը կայանեց տան դիմաց։ Առաջին մեքենայից իջավ մոտ 70 տարեկան մի կին, ուղիղ կեցվածքով, անթերի հարդարված մոխրագույն մազերով, խիստ սանրվածքով։ Նույնիսկ անձրի տակ նա հրաժարվեց վարորդի առաջարկած հովանոցից, վստահ քայլերով մոտեցավ մուտքին։ Տատիկս, բացատրեց Հեղինեն, ձայնի մեջ հարգանքի անհանգստության խառնուրդով։ Սիրանուշ Պողպատյան։ Մատրիարխը, ով վերջին 2 տասնամյակում եռապատկել է ընտանիքի կարողությունը։ Ֆինանսական շուկայի կուլիսներում ասում են, որ նա բանակցությունների ժամանակ ստիպում է բազմազգ ընկերությունների գործադիր տնօրեններին դողալ։ Գորգը չոր կուլ տվեց։ Նա գիտեր Սիրանուշ Պողպատյանի հեղինակության մասին, բայց երբեք նրան անձամբ չէր տեսել։ Լրատվամիջոցներում շրջանառվող հազվագյուտ լուսանկարները չէին արտահայտում նրանից բխող իշխանության աուրան։ Դռան զանգը հնչեց, Հեղինեն գնաց բացելու։
Маտրիարխը մտավ առանց արարողությունների, նրա մոխրագույն կապույտ աչքերը, կոփված պողպատի գույնի, ակամայից մտածեց գորգը, զննեցին միջավայրը, մինչ կանգ առան նրա վրա։ Ուրեմն սա այն մարդն է, ով լքում է իմ թոռնուհուն ծորանը, հայտարարեց նա, իր տարիքի համար զարմանալիորեն ուժեղ ձայնով։ Նախքան գորգը կկարողանար պատասխանել, մյուս մեքենաներից սկսեց դուրս գալ կոստյումներով, պայուսակներով մարդկանց մի փոքր բազմություն։ Փաստաբաններ, հաշվապահներ, ֆինանսական խորհրդատուներ։ Մի պրոֆեսիոնալ բանակ, որը մտավ տուն, կարծես դիրքավորվում էր մոտալուտ ճակատամարտի համար։ Տատիկ, սա Գորգ Մանուկյանն է, պաշտոնապես ներկայացրեց Հեղինեն։ Իմ ամուսինը։ Առայժմ։ Սիրանուշ Պողպատյանը մի քանի վայրկյան ուսումնասիրեց նրան, կարծես գնահատում էր իր պորտֆելի ակտիվի արժեքը։ Պարոն Մանուկյան, ձեր մասին շատ եմ լսել։ Ցավոք, վերջին օրերին ոչինչ գովասանքի արժանի չի եղել։ Նա շրջվեց դեպի թիմը։ Տեղավորվեք։ Մենք շատ գործ ունենք անելու։ Րոպեների ընթացքում Հեղինեի համեստ հյուրասենյակը վերածվեց օպերատիվ կենտրոնի։ Նոութբուքները բացվեցին, փաստաթղթերը տարածվեցին, զանգեր արվեցին։ Դա նման էր կատարելապես համակարգված ռազմական գործողության դիտմանը։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց Գորգը, նրա ձայնը մատնում էր նյարդայնությունը։ Միջին տարիքի մի տղամարդ, քունքերին մոխրագույն մազերով բարակ շրջանակով ակնոցներով, մոտեցավ պլանշետը ձեռքին։ Կարեն Դավթյան, Պողպատյան խմբի գլխավոր աուդիտոր, ներկայացավ նա, ձեռքը չմեկնելով։ Մենք իրականացնում ենք ֆինանսական, իրավական մեդիա իրավիճակի նախնական գնահատում, նախքան համապատասխան բանակցություններին անցնելը։ Բանակցություններ։ Ինչ բանակցություններ։ Ես արդեն արդար համաձայնագիր եմ պատրաստել, բողոքեց Գորգը, մատնացույց անելով այն փաստաթղթերը, որոնք Հեղինեն թողել էր սեղանին։ Կարենի շուրթերին սառը ժպիտ հայտնվեց։ Պարոն Մանուկյան, վախենամ, որ ձեր համաձայնագիրը պետք է ամբողջությամբ վերագնահատվի, հաշվի առնելով որոշ տեղեկություններ, որոնց դուք կարծես թե տեղյակ չեք։ Հեղինեն հարմարավետ նստեց բազկաթոռին, ընդունելով մի բաժակ թեյ, որն առաջարկեց օգնականներից մեկը, որն այժմ շրջում էր տանը։ Գորգ, կարծում եմ, դու պետք է նստես, առաջարկեց նա շփոթեցնող հանգստությամբ։ Սա մի փոքր ավելի երկար կտի, քան դու պլանավորել էիր քո առավոտվա համար։ Սիրանուշ Պողպատյանը զբաղեցրեց բազմոցի կենտրոնական տեղը, մինչդեռ մի երիտասարդ կին, ում դիմագծերը հիշեցնում էին Հեղինեի դիմագծերը, մտավ սենյակ։ Նա հագել էր անթերի կոստյում, կրում էր սկաշվե պայուսակ։ Մայրիկ, ողջունեց նրան Հեղինեն գլխի շարժումով։ Աղջիկս, պատասխանեց կինը, նրա աչքերը ցույց էին տալիս անհանգստության վճռականության խառնուրդ։ Այնուհետ շրջվեց դեպի Գորգը։ Ես Արմինե Պողպատյանն եմ, Պողպատյան խմբի գործադիր տնօրենը, Հեղինեի մայրը։ Կարծում եմ, մենք երբեք պաշտոնապես չենք ծանոթացել, այնպես չէ՞։ Գորգը կանգնած էր, ապշած, կարծես իր ոտքերի տակի հողը հանկարծակի անհետացել էր։ 7 տարվա ամուսնության ընթացքում նա երբեք չէր հանդիպել Հեղինեի ընտանիքին։ Նա միշտ ասում էր, որ միակ զավակն է, որ ծնողները մահացել են վթարից, որ նրան դաստիարակել են հեռավոր հորաքույր քեռիները։ Մի ամբողջ խնամքով կառուցված պատմություն, որը նա երբեք չէր կասկածի տակ դրել։ Ինչու այս ամբողջ խաբեությունը, վերջապես հարցրեց նա։ Պատասխանեց Արմինեն, բացելով իր պայուսակը, հանելով մի շարք փաստաթղթեր։ Իմ դուստրը միշտ եղել է իդեալիստ։ Երբ նա դարձավ 25 տարեկան, ստանձնեց իր մասնաբաժինը խմբի խորհրդում, նա զարմացրեց մեզ մի որոշմամբ։ Նա ուզում էր ապրել արտոնությունների պղպջակից դուրս, փորձել կյանքը որպես սովորական մարդ, կառուցել իր սեփական ինքնությունը։ Մենք հարգեցինք նրա ընտրությունը, թե լիովին չէինք հասկանում։ Բայց մենք շարունակեցինք հետել հեռվից, լրացրեց Սիրանուշը։ Պաշտպանելով նրան, առանց նրա իմացության։ Կարենը, աուդիտորը, նորից մոտեցավ պլանշետով, ցույց տալով այն Գորգին։ Օրինակ, գաղտնի ձեռք բերելով ձեր ընկերության բաժնետոմսերը, պարոն Մանուկյան։ Վերջին 5 տարիների ընթացքում տարբեր հիմնադրամների ներդրումային ընկերությունների միջոցով Պողպատյան խումբը կուտակել էր Noratech Solutions-ի բաժնետիրական կապիտալի մոտավորապես 41%-ը։ Գորգի դեմքը գունատվեց։ Դա անհնար է։ Ես վերահսկում եմ բաժնետոմսերի 60%-ը։ Մյուս 40%-ը ցրված է մանր ներդրողների միջ։
Մանր ներդրողներ, որոնք զուգադիպաբար պատասխանատու են Կիպրոսի մի նույն հոլդինգին, որն իր հերթին պատկանում է շվեյցարական կոնգլոմերատին, որը հետաքրքրականորեն պողպատյան խմբի պորտֆելի մաս է կազմում, բացատրեց Կարենը, մշակված հնարք բացահայտողի բավարարվածությամբ։ Ֆինանսական շուկան հիասքանչ է իր փոխկապակցություններով, այդպես չեք կարծում։ Հեղինեն դիտում էր ամուսնուն խորհրդավոր արտահայտությամբ։ Նրա հայացքում հաղթանակ չկար, միայն հաշտվողական տխրություն։ Մենք չէինք պլանավորում դա օգտագործել քո դեմ, Գորգ։ Դա պարզապես ընկերությունը պաշտպանելու միջոց էր, եթե ինչ-որ բան սխալ գնար։ Զգուշության միջոց։ Բայց հիմա հանգամանքները փոխվել են, լրացրեց Արմինեն, վճռական կտտոցով փակելով իր պայուսակը։ Եվ մենք շատ բան ունենք քննարկելու։ Դրսում անձրը վերածվել էր կատաղի փոթորկի։ Երբեմն կայծակները լուսավորում էին սենյակը պատուհաններից, դրամատիկ ստվերներ ստեղծելով պատերին։ Գորգ Մանուկյանը, թվային տեսլականատերը, անողոք գործարարը, տարիների ընթացքում առաջին անգամ զգաց մի բան, որը մոռացել էր՝ վախ։ Մի բնազդային վախ այն իշխանության առջ, որն այժմ բացահայտվում էր իր առջ, մարմնավորված այն 3 սերունդների կանանց մեջ, որոնք նրան դիտում էին պողպատի գույնի աչքերով։ Նստեք, պարոն Մանուկյան, հրամայեց Սիրանուշը, մատնացույց անելով մեկուսացված աթոռը։ Իսկական բանակցությունները նոր են սկսվում։ Մինչ փոթորիկը ուժգնանում էր Արաբկիրի առանձնատան վրա, քաղաքի մյուս կողմում, կենտրոնի շքեղ թաղամասում, Լիլիթ Ասլանյանը փորձում էր իր տողերը հաջորդ օրվա նկարահանման համար։ 27-ամյա երիտասարդ դերասանուհին, երկար սմազերով, մեղրագույն աչքերով տեսախցիկները հիպնոսացնող ժպիտով, ներկայացնում էր հայկական հեռուստաաստղերի նոր սերնդի ամենապայծառ խոստումը։ Նրա պենթհաուսը, որը հաշվարկված շքեղությամբ զարդարել էր հայտնի դիզայները, ցուցադրում էր նրա վերջին հաջողության անսահման ամբիցիաների միջ եղած հակադրությունը։ Փոքր փառատոների մրցանակները տեղ էին կիսում ռազմավարականորեն դատարկ թողնված տարածքների հետ, այն մեծ մրցանակների համար, որոնք նա վստահ էր, որ շուտով կնվաճի։ Ոչ, այսպես չէ, մրմնում էր Լիլիթն ինքն իրեն, 5-րդ անգամ անընդմեջ կրկնելով նույն տողը։ Կերպարը, որին նա մարմնավորում էր Prime Time սերիալում, մի հավակնոտ երիտասարդ կին, որը մանիպուլյացիայի միջոցով հասնում էր հասարակության գագաթնակետին, երբեմն շփոթվում էր իր սեփական անձի հետ այնպես, որ նա նախընտրում էր խորապես չվերլուծել։ Բջջային հեռախոսը թրթռաց սուրճի սեղանի վրա։ Գորգի լուսանկարը լուսավորեց էկրանը, ստիպելով նրան բավարարված ժպտալ։ Նա պատասխանեց, միացնելով բարձրախոսը, մինչ շարունակում էր հարդարել մազերը հայելու առաջ։ Արվեց։ Նա ստորագրեց, հարցրեց նա առանց շրջանցելու, անհամբերությունը թափանցիկ էր նրա ձայնում։ Մյուս կողմի լռությունը ստիպեց նրան կանգ առնել։ Նա լավ գիտեր Գորգի լռությունները, սա լավ նշան չէր։ Գորգ։ Ինչ պատահեց։ Լիլիթ, պետք է չեղարկեմ մեր այսօրվա ընթրիքը, նրա ձայնը լարված էր, չափազանց վերահսկված։ Բարդություններ առաջացան։ Նա կնճռեց ճակատը, թողնելով հայելին վերցնելով հեռախոսը։ Ինչ տեսակի բարդություններ։ Նա սկանդալ սարքեց։ Սպառնաց։ Սպասելի էր, այդպես հղի։ Մեկ այլ լռություն։ Ոչ այնքան։ Հիմա չեմ կարող խոսել այդ մասին։ Ես մի անսպասելի հանդիպման մեջ եմ։ Նրա ձայնի տոնի մեջ ինչ-որ բան տագնապ առաջացրեց Լիլիթի մոտ։ Տարիների դերասանական փորձը սրել էր նրա ընկալումը ձայնային նրբերանգների նկատմամբ, նա նկատեց մի բան, որը հազվադեպ էր կապում Գորգ Մանուկյանի հետ, անվստահություն։ Դու վախենում ես, եզրակացրեց նա, զարմացած իր սեփական եզրահանգումից։ Ինչ է արել այդ կինը, որ այդպես վախեցնի քեզ։ Հիմա պահը չէ, Լիլիթ, կտրուկ պատասխանեց նա։ Պետք է անջատեմ։ Հետո կխոսեմ քեզ հետ։ Զանգն ավարտվեց, նախքան նա կկարողանար բողոքել։ Լիլիթը մնաց նայելով հեռախոսին, շփոթված զայրացած։ Սա այն սցենարը չէր, որի շուրջ նրանք պայմանավորվել էին։ Այսօր Գորգը պետք է հանձներ ամուսնալուծության փաստաթղթերը, աննշան կինը պետք է ստորագրեր հաշտվողական արդյունքների միջով, գիշերը նրանք գաղտնի կնշեին իր պենթհաուսում։ Հաջորդ շաբաթների ընթացքում, մինչ ամուսնալուծությունը լուռ կընթանար դատարաններում, նրանք գաղտնի կպահեին իրենց հարաբերությունները։ Երեխայի ծնունդից գործընթացի պաշտոնական ավարտից հետո նրանք իրենց առաջին հանրային ելույթը կունենային միասին Ոսկե Ծիրան կինոփառատոնում, որտեղ նա կմրցեր որպես երկրորդ պլանի դերասանուհի։
Դա կատարյալ պլան էր, որը հաշվարկված էր երկուսի համար էլ առավելագույն դրական լուսաբանում ապահովելու համար։ Լիլիթը կդիտվեր ոչ թե որպես չարագործ, ով քանդել է ընտանիք, այլ որպես նոր սեր նվիրված հոր կյանքում, ում ամուսնությունը պարզապես չի ստացվել։ Մամուլը կսիրեր այդ պատմությունը։ Ներքին հեռախոսը զանգեց, ընդհատելով նրա մտքերը։ Էկրանին նրա գործակալը, Դավիթ Պետրոսյանը, սպասում էր դռան մոտ։ Թող բարձրանա, հրահանգեց նա դռնապանին, զայրացած անսպասելի այցից։ Դավիթը ցածրահասակ, 40 անց մի տղամարդ էր, միշտ հագնված լավ կարված կոստյումներով, բջջային հեռախոսը միշտ ձեռքին։ Նրա մասնագիտությունը տաղանդավոր դերասաններին շահութաբեր հայտնիների վերածելն էր, նա Լիլիթի մեջ տեսել էր իր հաջորդ մեծ նախագիծը, երբ 5 տարի առաջ հայտնաբերել էր նրան շամպունի գովազդի փորձի ժամանակ։ Չէիր ասել, որ գալու ես, մեկնաբանեց Լիլիթը, հենց որ նա ներս մտավ, առանց ջանք թափելու ինչ-որ բան հյուրասիրել։ Եվ բաց թողնեի քո անկեղծ զարմանքի արտահայտությունը։ Երբեք, պատասխանեց նա լարված ժպիտով, իր պայուսակը դնելով սուրճի սեղանին։ Մենք պետք է խոսենք։ Հիմա։ Նրա տոնը ստիպեց Լիլիթին մի պահ մոռանալ Գորգի տարօրինակ զանգի մասին։ Դավիթը հազվադեպ էր շտապողականություն ցուցաբերում։ Անհոգության աուրա պահպանելը նրա մասնագիտական ռազմավարության մաս էր։ Ինչ է պատահել։ Միջազգային ֆիլմի փորձը։ Պատասխան ստացա՞ր։ Դավիթը մի քանի վայրկյան ուսումնասիրեց նրան, նախքան պատասխանելը։ Նստիր, Լիլիթ։ Սա քո գաղտնի հովանավորի մասին է։ Նա թեթակի գունատվեց, բայց պահպանեց ինքնատիրապետումը։ Չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։ Խնդրում եմ, նա աչքերը տնկեց, ես 5 տարի է քո գործակալն եմ։ Իսկապես կարծում ես, որ չեմ նկատել թանկարժեք նվերները, այս բնակարանի բարելավումը, միջազգային ճանապարհորդությունները, որոնք քո սերիալի աշխատավարձը չէր կարող հոգալ։ Լիլիթը ձեռքերը խաչեց, պաշտպանվելով։ Ես խելացի ներդրումներ եմ արել։ Գորգ Մանուկյան անունով ներդրումներ։ Նորաթեք, ի գործադիր տնօրենը։ Նույն ինքը, ով հենց այս պահին բաժանվում է իր հղի կնոջից։ Դավիթը հեռախոսը հանեց գրպանից, ցույց տվեց էկրանը նրան։ Ես ամենուր աղբյուրներ ունեմ, սիրելիս։ Ներառյալ նրա կնոջ հարանությունում։ Դերասանուհին ձեռքերը բացեց, վերցրեց հեռախոսը։ Էկրանին մի լուսանկար էր, որտեղ երում էր մեքենաների ժամանումը Հեղինեի առանձնատան դիմաց։ Եվ ինչ։ Հավանաբար փաստաբաններ են, ուսերը թոթվեց նա, վերադարձնելով սարքը։ Դավիթը կարճ, առանց հումորի ծիծաղեց։ Դա սովորական փաստաբանի մեքենա չէ։ Դա Սիրանուշ Պողպատյանի Rolls-Royce-ն է։ Պողպատյան խմբի մատրիարխի, Կովկասյան տարածաշրջանի խոշորագույն մետալուրգիական ընկերություններից մեկի։ Եվ ինչ կապ ունի նա Գորգի կնոջ հետ, հարցրեց Լիլիթը, նրա զայրույթը հազիվ էր քողարկում աճող անհանգստությունը։ Դավիթը նրան նայեց անհավատության խղճահարության խառնուրդով։ Դու իսկապես չգիտես։ Քո միլիոնատեր ընկերոջ կինը, նա, ում դու ինձ նկարագրել ես որպես անհետաքրքիր թանգարանի համադրող։ Նրա անունը Հեղինե Սարգսյան Պողպատյան է։ Նա Պողպատյան կայսրության ուղղակի ժառանգորդն է։ Բացահայտումը Լիլիթին հարվածեց սառը ջրի նման։ Նրա ծնկները թուլացան, նա ստիպված եղավ հենվել մոտակա պատին։ Դա չի կարող ճիշտ լինել։ Գորգն ինձ ամեն ինչ պատմել է նրա մասին։ Որին դաստիարակել են հորաքույր քեռիները, համեստ աշխատավարձ, սովորական կյանք։ Ակնհայտորեն քո հեքիաթային արքայազնը լավ չի արել իր տնային աշխատանքը, հակադարձեց Դավիթը, պայուսակից հանելով ավելի շատ փաստաթղթեր։ Հեղինե Պողպատյանը կամավոր հեռացել է ընտանիքից 7 տարի առաջ, Գորգի հետ ծանոթանալուց քիչ առաջ։ Հրաժարվել է հայտնի ազգանունից, ընդունել է համեստ ինքնություն, սեփական կարիերան կառուցել արվեստի աշխարհում։ Հարուստի քմահաճույք, գուցե, կամ անկախության անկեղծ որոնում։ Փաստն այն է, որ նա երբեք չի դադարել լինել այն, ինչ կա, միլիարդներով գնահատվող կայսրության ապագա ղեկավարը։ Դերասանուհին ընկավ բազմոցին, փորձելով ընկալել տեղեկությունը։ Եթե դա ճիշտ էր, Գորգի ձայնի վախը հեռախոսով հուշում էր, որ այդպես է, նրանց բոլոր խնամքով պլանավորումները փլուզվում էին։ Որքան, հանկարծակի հարցրեց նա։ Ինչը որքան։ Որքան արժե այդ ընտանիքը։ Այդ կայսրությունը։ Դավիթը խորհրդակցեց իր գրառումների հետ։ Պողպատյան խումբը վերջին ֆինանսական տարում 700 միլիարդ դրամի շրջանառություն է ունեցել։
Ընտանիքի անձնական կարողությունը գնահատվում է 1,2-1,5 տրիլիոն դրամի սահմաններում։ Համեմատության համար, Գորգի նորաթեքը արժե մոտ 10 միլիարդ դրամ։ Նա բառացիորեն 150 անգամ ավելի հարուստ է, քան նա։ Լիլիթը բարձրացավ, սկսեց քայլել սենյակով, նրա միտքը կատաղի աշխատում էր։ Եվ ոչ ոք չգիտեր դրա մասին։ Ինչպես է դա հնարավոր։ Պողպատյանները ավանդաբար զուսպ են անձնական կյանքի հարցում։ Եվ հեղինեն այդ զսպվածությունը հասցրել է մեկ այլ մակարդակի, գործնականում անհետանալով հանրային ռադարից։ Ներքին շրջանակից դուրս քչերը գիտեին նրա կամավոր հեռացման մասին, էլ ավելի քչերը գիտեին նրա նոր ինքնության մասին։ Դերասանուհին կանգնեց պատուհանի առաջ, դիտելով քաղաքը պատուհասած փոթորիկը։ Ապակու վրա նրա արտացոլանքը վերադարձնում էր վճռական հայացք, նույնը, որը նա օգտագործում էր, երբ սերիալի իր կերպարը դիմակայում էր դրամատիկ շրջադարձերի։ Ինչ է սա նշանակում ինձ համար։ Դավիթը հոգոց հանեց, ճանաչելով այն հաշվարկող տոնը, որը միշտ հիացրել-վախեցրել էր իր հաճախորդի մեջ։ Սա նշանակում է, սիրելիս, որ դու պետք է վերանայես քո սպասումները։ Մոտալուտ սկանդալը, դերասանուհին գողանում է թանգարանի համադրողի ամուսնուն չէ։ Այն դերասանուհին ներգրավված է արդյունաբերական դինաստիայի ժառանգորդուհու բաժանման մեջ է։ Տարբերությունը հսկայական է քո կարիերայի համար։ Պողպատյանները ազդեցություն ունեն լրատվամիջոցների վրա։ Նրանք ազդեցություն ունեն ամեն ինչի վրա։ Նրանք ֆինանսավորում են ազգային կինոարտադրության կեսը, բաժնետերեր են 2 խոշոր հեռուստաալիքներում, 3 ազգային շրջանառության թերթերում։ Դավիթը նշանակալի դադար տվեց։ Ներառյալ այն հեռուստաընկերությունը, որտեղ դու ներկայումս աշխատում ես։ Լիլիթը խուճապի ալիք զգաց, բայց արագ ճնշեց այն։ Նա չէր հասել այնտեղ, որտեղ էր, թույլ տալով, որ խոչընդոտները իրեն հաղթեն։ Յուրաքանչյուր դժվար դեր, յուրաքանչյուր ձախողված լսում, յուրաքանչյուր բացասական քննադատություն վերածվել էր իր ամբիցիայի վառելիքի։ Ուրեմն սա պատմության վնասների վերահսկման հարց է, եզրակացրեց նա, նորից նստելով, ընդունելով ավելի պրոֆեսիոնալ կեցվածք։ Ինչ ես առաջարկում, որպես իմ գործակալ։ Դավիթը ժպտաց, գոհ լինելով տեսնելով իր հովանավորյալին, որը վերականգնում էր իր ռազմավարական սառնասրտությունը։ Ես մի քանի գաղափար ունեմ։ Բայց նախ պետք է իմանամ, որքանով ես դու էմոցիոնալ կապված Գորգ Մանուկյանի հետ։ Հարցը անակնկալի բերեց Լիլիթին։ Մի պահ նա անկեղծորեն մտածեց հարցի մասին։ Նա սիրում էր Գորգին։ Այո, ինչ-որ առումով։ Նա հմայիչ էր, խելացի, հաջողակ։ Սեքսը լավն էր, խոսակցությունները հետաքրքիր։ Բայց դա սեր էր։ Այնպիսի սեր, որը կարդարացներ երկրի ամենահզոր ընտանիքներից մեկի դեմ դուրս գալը։ Բավականաչափ տեսախցիկների համար, վերջապես պատասխանեց նա։ Ոչ ավելին։ Դավիթը գլխով արեց, առանց դատապարտելու։ Այդ դեպքում պետք է, որ շատ ուշադիր լսես։ Այն, ինչ ես կառաջարկեմ, կարող է հակասական թվալ, բայց վստահիր իմ փորձին։ Մինչ գործակալը մանրամասնում էր իր պլանը, Լիլիթի բջջայինը նորից թրթռաց Գորգից եկած հաղորդագրությամբ։ Իրավիճակը բարդ է։ Ոչ ոքի հետ մի խոսիր։ Մամուլին մի պատասխանիր։ Հետո կբացատրեմ։ Նա անտեսեց հաղորդագրությունը, կենտրոնանալով Դավիթի խոսքերի վրա։ Դրսում փոթորիկը սկսում էր հանդարտվել, բայց մեկ այլ, շատ ավելի մեծ փոթորիկ էր ձավորվում նրանց կյանքի հորիզոնում, մեկը, որը նրանցից ոչ ոք չէր կանխատեսել իրենց հաշվարկված պլաններում։ Հեղինեի առանձնատանը անսպասելի հանդիպումը շարունակվում էր մինչ կեսօր։ Անձրը դադարել էր, բայց երկինքը մնում էր մոխրագույն, կարծես արտացոլում էր տան ներսի տրամադրությունը։ Պողպատյան խմբի թիմը հյուրասենյակը վերածել էր լիարժեք գործառնական կենտրոնի, նոութբուքներով, պրոյեկտորներով, շարժական տպիչով, որն անընդհատ փաստաթղթեր էր տպում։ Գորգ Մանուկյանը նստած էր մի կողմ դրված աթոռին, աճող անհանգստությամբ հետելով այդ մասնագետների համաժամանակյա բալետին։ Երբեմն նրա բջջայինը թրթռում էր, Լիլիթից հաղորդագրություններ, որոնց նա պատասխանում էր կարճ անորոշ արտահայտություններով։ Իրավիճակը պահանջում էր ծայրահեղ զգուշություն։ Պարոն Մանուկյան, մենք պետք է քննարկենք որոշ կոնկրետ կետեր, հայտարարեց Նարինե Ավագյանը, Պողպատյան խմբի գլխավոր իրավաբանը, 50 անց մի կին, թափանցող հայացքով, անսասան կեցվածքով։ Մենք նորաթեք ի ֆինանսներում որոշ անհամապատասխանություններ ենք գտել, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Նա մի թղթապանակ սահեցրեց նրա ուղղությամբ։
Ներսում ընկերության վերջին 18 ամիսների ծախսերի մանրամասն աղյուսակներ։ Մի քանի տողեր ընդգծված էին վառ դեղինով։ Սա ինչ է, հարցրեց նա, թե արդեն գիտեր պատասխանը։ Կորպորատիվ ծախսեր, պատասխանեց Կարենը, աուդիտորը, մոտենալով իր պլանշետով։ Հատկապես հետաքրքիր են ծագող Աստղ պրոդյուսերական ընկերությանը կատարված պարբերական վճարումները, երկու անձի համար գործադիր ճանապարհորդական փաթեթները դեպի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Մալդիվները, Կապրին, Զարդերի տպավորիչ հավաքածուն, որը դասակարգված է որպես ինստիտուցիոնալ նվերներ։ Գորգը պահպանեց անխռով դեմքը, բայց ստամոքսը կծկվում էր։ Ծագող Աստղը այն պրոդյուսերական ընկերությունն էր, որը ղեկավարում էր Լիլիթի կարիերան։ Ճանապարհորդությունները ռոմանտիկ արձակուրդներ էին, քողարկված որպես գործնական պարտավորություններ։ Իսկ զարդերը Լիլիթը միշտ գնահատել էր ադամանդները։ Դրանք օրինական գործնական ծախսեր են, փորձեց նա վիճել, ձայնն ավելի ամուր, քան զգում էր։ Իհարկե, Նարինեն ժպտաց առանց հումորի։ Հատկապես հաշվի առնելով, որ Օրիորդ Ասլանյանը հայտնվում է $120,000 արժողությամբ վզնոցով, որն այս աղյուսակում նշված է որպես նվեր բանկային ոլորտի պոտենցիալ հաճախորդի համար։ Հեղինեն, որը սենյակի մի անկյունում ցածր ձայնով զրուցում էր մոր տատի հետ, դանդաղ մոտեցավ։ Նրա դեմքը հաղթանակ չէր արտահայտում, միայն հանգիստ վճռականություն։ Մենք այստեղ չենք քեզ բացահայտելու համար, Գորգ, ասաց նա, զարմացնելով նրան հաշտվողական տոնով։ Ոչ էլ քեզ սնանկացնելու։ Դա հակարդյունավետ կլիներ բոլորի համար, հատկապես մեր որդու։ Սիրանուշ Պողպատյանը, маտրիարխը, թեթակի փնթփնթաց, ակնհայտորեն համաձայն չլինելով թորնուհու դիվանագիտական մոտեցման հետ։ Արմինեն, Հեղինեի մայրը, ձեռքը դրեց маտրիարխի ուսին, նշանակալից հայացքով լռեցնելով նրան։ Այդ դեպքում ինչ եք ուզում, հարցրեց Գորգը, վերջապես հասկանալով, որ գտնվում է բանակցությունների, ոչ թե առճակատման դիրքում։ Նուրբ, բայց կարևոր տարբերություն։ Մաքուր արդար բաժանում, պատասխանեց Արմինեն, ստանձնելով խոսակցության ղեկը։ Առանց սկանդալների, առանց ավելորդ բացահայտումների, ամենակարևորը, առանց վնասելու ներգրավված արտրային շահերը։ Կարենը, աուդիտորը, մոտեցավ իր պլանշետի նոր պրոյեկցիայով։ Noratech Solutions-ը խոստումնալից ընկերություն է, պարոն Մանուկյան։ Ձեր ֆինանսական հավելվածները նորարարական են, ունեն միջազգային ներուժ։ Ցավալի կլիներ, եթե հաշվապահական անկանոնությունները կորպորատիվ ռեսուրսների չարաշահումը բիծ թողնեին այդ ուղու վրա։ Քողարկված սպառնալիքը ծխի պես կախվեց օդում։ Գորգը խորը շունչ քաշեց, վերադասավորելով իր մտքերը։ Պետք էր վերանայել իր ռազմավարությունը։ Արագ։ Ո՞րն է ձեր առաջարկը։ Նարինեն, փաստաբանը, ստանձնեց խոսքը։ Պողպատյան խումբը առաջարկում է ամբողջությամբ գնել ձեր բաժնետոմսերը, Noratech-ում շուկայական արժեքով, գումարած 15% պարգավճար, առատաձեռն առաջարկ, հաշվի առնելով հանգամանքները։ Դուք կստանաք մոտավորապես $70 միլիոն համարժեք դրամ, առանց հարկերի, կպահպանեք ձեր ապագա նախագծերի մտավոր սեփականության իրավունքը։ Դուք ուզում եք ինձ դուրս հանել իմ սեփական ընկերությունից, Գորգը չկարողացավ թաքցնել զայրույթը։ Մենք ուզում ենք ապահովել կայունություն Noratech-ի աշխատակիցների ներդրողների համար, ուղղեց Արմինեն։ Եվ ապահովել ձեզ հարմարավետ նոր սկիզբ, հեռու պոտենցիալ սկանդալից։ Իսկ եթե հրաժարվեմ։ Ծանր լռություն լցրեց սենյակը։ Այն կոտրեց Հեղինեն իր հանգիստ, բայց ամուր ձայնով։ Այդ դեպքում մենք կանցնենք դատական ամուսնալուծության, իր բոլոր հետանքներով։ Noratech-ի ֆինանսների ամբողջական աուդիտները կուղարկվեն իրավասու մարմիններին։ Կորպորատիվ ռեսուրսների չարաշահումը, արտամուսնական հարաբերությունները ֆինանսավորելու համար կբացահայտվի։ Էլ չենք խոսում, ավելացրեց Նարինեն, որ նախամուսնական պայմանագիրը, որը դուք այդքան գնահատում եք, կվիճարկվի կեղծ տեղեկությունների էական բացթողումների հիմքով, քանի որ այն կազմվել է այն սխալ ենթադրությամբ, որ տիկին Հեղինեն չի ունեցել որևէ ունեցվածք կամ նշանակալի ընտանեկան կապեր։ Գորգը զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Պարզ ասած, դա ընտրություն էր հարուստ հեռանալու կամ սնանկ հեռանալու միջ։ Որքան ժամանակ ունեմ որոշելու համար։ Սիրանուշը, որը լուր հետում էր, վերջապես խոսեց, նրա ձայնը կրում էր տասնամյակների դաժան բանակցությունների ծանրությունը։ Ի տարբերություն ձեզ, պարոն Մանուկյան, մենք սովորություն չունենք նուրբ պահերին խոցելի մարդկանց ճնշելու։ Նրա աչքերը կարճ ժամանակով սահեցին Հեղինեի փորի վրայով։ Դուք ունեք 48 ժամ ձեր փաստաբանների հետ խորհրդակցելու տեղեկացված որոշում կայացնելու համար։
Գորգը դանդաղ գլխով արեց, հասկանալով Маտրիարխի խոսքերի դառը հեգնանքը։ Ուլտիմատումը, որը նա պլանավորել էր տալ Հեղինեին, անմիջապես ստորագրել ամուսնալուծության փաստաթղթերը կամ դիմակայել հետանքներին, այժմ շրջվել էր իր դեմ, բայց մի հաշվարկված արատաձեռնությամբ, որն էլ ավելի էր մեծացնում նրա նվաստացումը։ Մինույն ժամանակ Լիլիթի բնակարանում դերասանուհին նրա գործակալը ավարտում էին բոլորովին այլ ռազմավարություն։ Դավիթը հստակ ներկայացրել էր առկա տարբերակները, որոնցից ոչ մեկը առանձնապես գրավիչ չէր մեկի համար, ով երազում էր անհապաղ աստղային կարիերայի մասին։ Այսպիսով, հիմնականում ես սնանկանում եմ, եթե շարունակեմ նրա հետ, ամփոփեց Լիլիթը, նայելով գինու բաժակին, որը պտտվում էր նրա մատների արանքում։ Ոչ թե սնանկանում, այլ զգալիորեն վնասվում, դիվանագիտորեն ուղղեց Դավիթը։ Պողպատյանները կարիք չէին ունենա բացահայտ որևէ բան անելու։ Բավական կլիներ մի խոսք այստեղ, մի հեռախոսազանգ այնտեղ, որոշ դռներ կսկսեին փակվել քո առջ։ Իսկ այլընտրանքը Գորգին լքելն է այն պահին, երբ նա ամենից շատ աջակցության կարիք ունի, թվալով օպորտունիստ վախկոտ, ավելացրեց նա։ Հիանալի։ Դավիթը առաջ թեքվեց, նրա հայացքը լարված էր։ Իրականում, կա երրորդ տարբերակ։ Մեկը, որը պահանջում է քաջություն, բայց որը կարող է այս ճգնաժամը վերածել քո կարիերայի ամենամեծ հնարավորության։ Լիլիթը զարմացած հոնքը բարձրացրեց։ Լսում եմ։ Իսկ եթե փոխանակ լինելու պասիվ մենք նախաձեռնություն վերցնենք։ Եվ եթե փոխանակ սպասելու, որ սկանդալը պայթի, մենք ստեղծենք մեր սեփական պատմությունը։ Դավիթը գրպանից հանեց մի էլեգանտ այցեքարտ դրեց սեղանին։ Արմինե Պողպատյան։ Պողպատյան խմբի գործադիր տնօրեն Հեղինեի մայրը։ Հետաքրքրաշարժ կին, որը զուգադիպաբար նա գլխավոր ներդրողն է Երանի մերձակայքում կառուցվող նոր տեսալսողական արտադրության կենտրոնի։ Դու ճանաչում ես Արմինե Պողպատյանին, զարմացած հարցրեց Լիլիթը։ Մենք հանդիպել ենք մի քանի միջոցառումների։ Ես ունեմ նրա անձնական կոնտակտը։ Դավիթը համեստ հպարտությամբ ժպտաց։ Եվ գիտեմ, որ նա փնտրում է ստեղծագործական տնօրեն, խմբի նոր մեդիա թի օրիգինալ բովանդակության բաժինը ղեկավարելու համար։ Լիլիթը վերցրեց այցեքարտը, ուսումնասիրելով այն աճող հետաքրքրությամբ։ Առաջարկում ես, որ ես դավաճանեմ Գորգին դաշնակցեմ նրա կնոջ ընտանիքի հետ։ Ես առաջարկում եմ, որ դու գիտակցես, թե այս հակամարտության որ կողմն ունի ավելի շատ բան առաջարկելու քո երկարաժամկետ կարիերայի համար, ուղղեց Դավիթը։ Գորգը կարող է քեզ թանկարժեք նվերներ տալ մի պահ լուսաբանում լրատվամիջոցներում որպես գործարարի նոր ընկերուհի։ Պողպատյանները կարող են քեզ տալ մեդիա կայսրություն ղեկավարելու համար։ Առաջարկը կախվեց օդում թանկարժեք օծանելիքի պես, գայթակղիչ, շքեղ պոտենցիալ թունավոր։ Լիլիթը բարձրացավ մոտեցավ պատուհանին, դիտելով քաղաքը, որը սկսում էր վառել իր լույսերը, երբ գիշերն էր մոտենում։ Երան, անողոք մետրոպոլիս, որտեղ երազանքներն ու ամբիցիաները բախվում էին ամեն պահ։ Ինչպես դա կանենք։ Պարզ։ Հենց հիմա կզանգեմ Արմինեին, վաղվա համար գաղտնի հանդիպում կնշանակեմ։ Դու կլսես, թե ինչ ունի նա ասելու, առանց պարտավորությունների։ Դավիթը հաշվարկված դադար տվեց։ Մինույն ժամանակ, Գորգին պահիր կապի մեջ։ Եղիր հասկացող, բայց խուսափողական։ Ոչինչ մի խոստացիր, ոչինչ մի ավարտիր։ Լիլիթի բջջայինը նորից թրթռաց, Գորգից մեկ այլ հաղորդագրություն։ Շտապ պետք է տեսնեմ քեզ։ Իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի։ Ոչ ոքի հետ մի խոսիր։ Նա մի պահ նայեց էկրանին, նախքան այն դեմքով դեպի ներք դնելը սեղանին։ Արա զանգը, որոշեց նա։ Հեղինեի առանձնատանը շարժը շարունակվում էր ինտենսիվ նույնիսկ գիշերվա գալուստով։ Գորգին թույլ էին տվել հեռանալ, նախնական գաղտնիության համաձայնագիր ստորագրելուց հետո։ Հեռանալուց առաջ նա մոտեցավ Հեղինեին, որը նստած էր բազմոցին, տեսանելիորեն հոգնած լարված ժամերից հետո։ Կարող եմ խոսել քեզ հետ։ Առանձին, խնդրեց նա, նշանակալից նայելով սենյակը զբաղեցրած ընտանեկան շքախմբին։ Հեղինեն գլխով արեց նրան տարավ դեպի հետի փոքրիկ պատշգամբ, որտեղ պտերների խոլորձների ծաղկամանները ստեղծում էին զարմանալիորեն խաղաղ միջավայր օրվա քաոսի մեջ։ Գիշերը պարզ էր փոթորկից հետո, խոնավ օդը կրում էր թաց հողի հոտը։ Ինչու, Հեղինե, հարցրեց Գորգը, նրա ձայնն ավելի մեղմ էր, քան եղել էր ամբողջ օրը։ Ինչու թաքցնել, թե ով էիր դու այս բոլոր տարիների ընթացքում։ Ինչու ապրել ինչպես սովորական մեկը, երբ կարող էիր ամեն ինչ ունենալ։
Նա մի պահ նայեց երկնքին, նախքան պատասխանելը։ Մեծանալ որպես պողպատյան նշանակում է ծննդյան օրվանից կրել հսկայական սպասումներ։ Նշանակում է երբեք չիմանալ, մարդիկ քեզ հետ են նրա համար, ինչ դու ես թե նրա համար, ինչ դու ներկայացնում ես։ Նա դադար տվեց, աննկատ շոյելով փորը։ Երբ ես դարձա 25 տարեկան, ես ժառանգեցի իմ մասնաբաժինը խորհրդում զգալի անձնական կարողություն։ Բայց հասկացա, որ չգիտեմ, թե ով եմ ես այդ ազգանունից դուրս։ Այսպիսով, դու պարզապես անհետացար։ Ես չանհետացա։ Ես փոխակերպվեցի։ Նա թեթակի ժպտաց։ Ես ստեղծեցի մի կյանք, հիմնված միայն իմ սեփական ձեռքբերումների տաղանդների վրա։ Թանգարանն ինձ աշխատանքի ընդունեց իմ գիտելիքների, ոչ թե իմ ազգանվան համար։ Ընկերները, որոնց ձեռք բերեցի, ինձ գնահատում էին այն անձի համար, ինչ ես կամ ոչ թե այն բանկային հաշվի համար, որը ես ունեմ։ Իսկ ես, հարցրեց Գորգը, ձայնի մեջ դառնության նշույլ։ Ես էլ էի այդ սոցիալական փորձի մասը։ Հեղինեն ուղիղ նայեց նրան։ Դու ամենակարևոր մասն էիր։ Ես ուզում էի սիրված լինել մի տղամարդու կողմից, ով իմ մեջ չէր տեսնի ֆինանսական մրցանակ կամ շահավետ գործարար կապ։ Նրա ձայնը թեթակի դողաց։ Եվ մի քանի տարի ես հավատում էի, որ գտել եմ դա։ Հաջորդած լռությունը ծանր էր չասված ճշմարտություններից կորցրած հնարավորություններից։ Ներսում պողպատյան ընտանիքի ձայները քննարկում էին ռազմավարություններ թվեր, բայց այստեղ դրսում փոքրիկ պատշգամբում երկու մարդ դիտում էին այն ամենի փլատակները, ինչը մի ժամանակ ամուսնություն էր։ Ես սիրել եմ քեզ, վերջապես ասաց Հեղինեն։ Իսկապես։ Գորգը հայացքը փախցրեց, անկարող դիմակայելու այն անկեղծությանը, որ կար այդ կանաչ աչքերում, որոնք մի ժամանակ գերել էին իրեն։ Գիտեմ, միայն դա կարողացավ պատասխանել, նախքան շրջվելը հեռանալը։ Մինչ նրա վարորդը նրան հետ էր տանում դեպի կենտրոնի բնակարան, Գորգը կատաղիորեն տպում էր բջջայինով, արտակարգ հանդիպում կազմակերպելով իր փաստաբանների հետ։ Նա 48 ժամ ուներ իր կյանքի ամենակարևոր որոշումը կայացնելու համար։ Եվ տարիների ընթացքում առաջին անգամ նա վստահ չէր, թե որն է լինելու հաջորդ քայլը։ Հաջորդ առավոտը երանում բացվեց պարզ երկնքով, կարծես նախորդ օրվա փոթորիկը լվացել էր ոչ միայն փողոցները, այլ քաղաքի վրա կախված ծանր օդը։ Ալմեյդա գործընկերներ իրավաբանական գրասենյակում, որը գտնվում էր Բաղրամյան պողոտայի ֆինանսական սրտում, Գորգ Մանուկյանը դիմակայում էր իր 3 ամենավստահելի փաստաբանների անհավատ հայացքին։ Թույլ տվեք տեսնեմ, թե արդյոք ճիշտ եմ հասկացել, ասաց Ռուբեն Հակոբյանը, գրասենյակի մեծամասնական բաժնետերը Գորգի անձնական իրավախորհրդատուն ավելի քան 1 տասնամյակ։ Ձեր կինը, որին դուք համարում եք թանգարանի պարզ համադրող, իրականում Հեղինե Պողպատյանն է, Պողպատյան խմբի ժառանգորդուհին, երկրի խոշորագույն արդյունաբերական կարողություններից մեկի։ Եվ ոչ միայն դա, ավելացրեց Մարսիա Կամպոսը, կորպորատիվ իրավունքի մասնագետը, թերթելով Գորգի բերած փաստաթղթերի պատճենները։ Ակնհայտորեն, Պողպատյան խումբը գաղտնի ձեռք է բերել նորաթեքտ բաժնետոմսերի 41%, վերջին տարիների ընթացքում, փաստացի դառնալով ձեզանից հետո ամենամեծ անհատ բաժնետերը։ Եվ հիմա նրանք առաջարկում են գնել ձեր մասնաբաժինը $70 միլիոն համարժեք դրամով, կորպորատիվ ռեսուրսների չարաշահման համար դատական գործի քողարկված սպառնալիքով, եթե դուք հրաժարվեք, ավելացրեց Ֆերնանդո Մեյրելեսը, երրորդ փաստաբանը, որը մասնագիտացած էր կորպորատիվ դատավարություններում։ Գորգը ձեռքերը տարավ մազերի միջով, որոնք այժմ տեսանելիորեն անփույթ էին անքուն գիշերվանից հետո։ Ամփոփելով, այո։ Հենց դա է։ 3 փաստաբանները նշանակալից հայացքներ փոխանակեցին, նախքան Ռուբենը նորից խոսք վերցրեց։ Գորգ, ես ուղիղ կլինեմ։ Դուք չափազանց խոցելի դիրքում եք։ Նախամուսնական պայմանագիրը կազմվել է էականորեն սխալ տեղեկությունների հիման վրա, ինչը այն դարձնում է վիճարկելի։ Եվ եթե այդ ֆինանսական անհամապատասխանությունները նա մատնացույց արեց ընդգծված աղյուսակները հասնեն իրավասու մարմիններին, դուք կբախվեք շատ ավելիին, քան պարզապես դժվար ամուսնալուծությունն է։ Մենք խոսում ենք հնարավոր քրեական մեղադրանքների մասին, բնորոշ անկեղծությամբ ավելացրեց Մարսիան։ Կորպորատիվ ռեսուրսների չարաշահում, հաշվապահական խարդախություն, հարկերից խուսափում։ Կախված նրանից, թե ինչպես Պողպատյան ընտանիքը կորոշի խաղալ, դա կարող է նշանակել տարիների դատական պայքար։ Գորգը բարձրացավ, մոտեցավ համայնապատկերային պատուհանին։ Ներքում Բաղրամյան պողոտան բաբախում էր իր սովորական ռիթմով, շտապող գործարարներ, անհոգ զբոսաշրջիկներ, համառ փողոցային վաճառականներ։
Մի աշխարհ, որն անտեղյակ էր այն դրամային, որը ծավալվում էր այդ սենյակում։ Ես նորաթեք կկառուցել եմ 0-ից, մրմնաց նա, ավելի շատ իրեն, քան մյուսներին։ Յուրաքանչյուր կոդի տող, յուրաքանչյուր պայմանագիր, յուրաքանչյուր հաղթանակ դա իմ աշխատանքն էր։ Եվ ոչ ոք դա չի ժխտում, պատասխանեց Ֆերնանդոն ավելի հաշտվողական տոնով։ Բայց մենք պետք է իրատես լինենք։ Այն առաջարկը, որը նրանք անում են, հաշվի առնելով հանգամանքները, զարմանալիորեն առատաձեռն է։ Առատաձեռն, Գորգը շրջվեց, վրդովված։ Նրանք ինձ առաջարկում են 70 միլիոն մի բանի համար, որը շատ ավելին արժե։ Նորաթեքը ներուժ ունի առաջիկա տարիներին միլիարդանոց ընկերություն դառնալու։ Միջազգային պայմանագրերը, որոնք մենք բանակցում ենք, ընդլայնումը դեպի ասիական շուկա, որոնք կարող են երբեք չիրականանալ, եթե ընկերությունը ներքաշվի հանրային սկանդալի մեջ, ընդհատեց Մարսյան։ Մտածեք ներդրողների, հաճախորդների, ռազմավարական գործընկերությունների մասին։ Ֆինանսական շուկան զզվում է անկայունությունից, անորոշությունից։ Ծանր լռություն կախվեց սենյակում։ Ռուբենը բարձրացավ Գորգին մի բաժակ ջուր տվեց, որը նա մեխանիկորեն ընդունեց։ Մեկ այլ բան էլ կա հաշվի առնելու, գաղտնի տոնով ասաց ավագ փաստաբանը։ Ձեր անձնական իրավիճակը Օրիորդ Ասլանյանի հետ։ Գորգը գնջրեց ճակատը։ Ինչ կա նրա հետ։ Դուք մտադիր եք շարունակել այդ հարաբերությունները ամուսնալուծությունից հետո, ճիշտ է։ Ի վերջո հանրայնացնել այն։ Այո, դա էր պլանը։ Ռուբենը հայացքներ փոխանակեց գործընկերների հետ, նախքան շարունակելը։ Պողպատյանները զգալի ազդեցություն ունեն մեդիա զվարճանքի ոլորտում։ Եթե նրանք որոշեն, որ այդ հարաբերությունները անձնական վիրավորանք են ընտանիքի համար։ Գորգը սկսեց հասկանալ ձևավորվող ամբողջական պատկերը։ Ռիսկի տակ էր ոչ միայն նրա կարիերան ու կարողությունը, այլ Լիլիթի ապագան։ Եվ, իհարկե, կար որդին, որը շուտով պետք է ծնվեր։ Մի պողպատյան ժառանգ, ուզեր նա, թե ոչ։ Որքան ժամանակ ունենք առաջարկին պատասխանելու համար, հարցրեց Ֆերնանդոն, խորհրդակցելով իր գրառումների հետ։ 48 ժամ։ Ավելի ճիշտ, հիմա 36, պատասխանեց Գորգը, նայելով ժամացույցին։ Եվ նրանք շատ հստակ հասկացրին, որ հակառաջարկների տեղ չկա։ Վերցրու կամ թող, մրմնաց Մարսյան։ Իշխանություն ունեցողի դասական մանր։ Ռուբենը սկսեց դասավորել սեղանի վրա սփռված փաստաթղթերը, նրա դեմքն ընդունեց այն կենտրոնացված արտահայտությունը, որը Գորգը լավ գիտեր, դա նրա փաստաբանը գործի մեջ ռեժիմն էր։ Եկեք անենք հետյալը։ Ֆերնանդոն մանրամասն կվերլուծի առաջարկի պայմանները, Մարսյան կգնահատի ձեր կասկածելի ֆինանսական գործառնությունների իրավական խոցելիությունները, ես կվերանայեմ նախամուսնական պայմանագրի հետանքները, այս նոր տեղեկությունների լույսի ներքո։ Նա նշանակալից դադար տվեց։ Մինույն ժամանակ, ես խստորեն առաջարկում եմ, որ դուք դիտարկեք առաջարկն ընդունելու տարբերակը։ 70 միլիոնը շատ գումար է, Գորգ։ Բավական է մեկ այլ տեղ նորից սկսելու համար, գուցե նույնիսկ միջազգային մակարդակով։ Եվ պարզապես հրաժարվել այն ամենից, ինչ կառուցել եմ, Գորգի ձայնը մատնեց նրա հիասթափությունը։ Երբեմն ռազմավարական նահանջը միակ միջոցն է ապագա հաղթանակներ ապահովելու համար, պատասխանեց Ռուբենը, կորպորատիվ մարտերի տարիների իմաստությամբ։ Դուք 42 տարեկան եք, ապացուցված տաղանդ ունեք շուտով, զգալի կապիտալ։ Դա ավելին է, քան ձեռներեցների մեծամասնությունը երբեք ունենա։ Մինչ իրավաբանական թիմը ցրվում էր իրենց համապատասխան առաջադրանքները կատարելու, Գորգը մնաց պատուհանի մոտ, դիտելով պողոտայի շարժը։ Նրա բջջայինը թրթռաց գրպանում, Լիլիթից մեկ հաղորդագրություն, երրորդը այն բանից հետո, երբ նա դուրս էր եկել հյուրանոցից, որտեղ անցկացրել էր գիշերը։ Նա նորից անտեսեց։ Պետք էր կարգի բերել սեփական մտքերը, նախքան նրան էլ ավելի ներգրավելը այս խառնաշփոթի մեջ։ Քաղաքի մյուս կողմում, կենտրոնի էլեգանտ սրճարանում, Լիլիթ Ասլանյանը նյարդայնորեն սպասում էր իր նշանակված հանդիպմանը։ Նա հագել էր համեստ հագուստ, մոխրագույն կոստյումի տաբատ, մետաքսե սպիտակ վերնաշապիկ, մինիմալիստական դիմահարդարում, խնամքով կառուցված կերպար, պրոֆեսիոնալ լուրջ թվալու համար, շատ տարբեր այն զգայականությունից, որը նա շահագործում էր էկրաններին։ Ճիշտ ժամը 10:00-ին Արմինե Պողպատյանը մտավ հաստատություն։ Նույնիսկ առանց շքեղ դիմահարդարման կամ ճոխ զարդերի, նրա ներկայությունը անմիջապես ուշադրություն էր գրավում։
Հագած անթերի կտրվածքով մուգ կապույտ կոստյում, կարճ, կատարելապես հարդարված մոխրագույն մազերով, նա անցավ սրճարանով այն հանգիստ վստահությամբ, որը բնորոշ է ղեկավարելուն սովոր մարդուն։ Լիլիթը բարձրացավ, զգալով նյարդայնության ալիք, որը չէր զգացել իր առաջին դերասանական փորձերից ի վեր։ Տիկին Պողպատյան, շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հանդիպել ինձ, ասաց նա, մեկնելով ձեռքը։ Արմինեն նրան ողջունեց ամուր ձեռքսեղմումով նստեց, անտեսելով ավելորդ ձականությունները։ Օրիորդ Ասլանյան, խոստովանում եմ, որ հետաքրքրված էի ձեր գործակալի խնդրանքով։ Ամեն օր չէ, որ ես զանգեր եմ ստանում Դավիթ Պետրոսյանից։ Նա նուրբ ժեստ արեց մատուցողին, նախքան շարունակելը։ Հատկապես իմ դստեր Փեսայի հետ կապված հարցեր քննարկելու համար։ Լիլիթը զգաց, թե ինչպես դեմքը կարմրեց, բայց պահպանեց այն պրոֆեսիոնալ ինքնատիրապետումը, որի վրա Դավիթն այդքան պնդել էր։ Կարծում եմ, մենք բոլորս նուրբ իրավիճակում ենք։ Եվ ես նախընտրում եմ ուղղակիորեն մոտենալ դրան, փոխանակ սպասելու, որ այն պայթի վերնագրերում։ Թեթ ժպիտ հայտնվեց Արմինեի խիստ դեմքին։ Անկեղծություն։ Ես դա գնահատում եմ։ Նա դադար տվեց, մինչ մատուցողը մատուցում էր 2 բաժակ էսպրեսո։ Երբ նա հեռացավ, նա շարունակեց. Այսպիսով, ինչ եք կոնկրետ ակնկալում այս խոսակցությունից, Օրիորդ Ասլանյան։ Լիլիթը խորը շունչ քաշեց, հիշելով Դավիթի ցուցումները։ Եղիր ուղիղ, բայց ոչ ագրեսիվ։ Ցույց տուր արժեք, ոչ թե հուսահատություն։ Տիկին Պողպատյան, ես չեմ վիրավորի ձեր խելքը, ծածնելով, թե չեմ հասկանում իրավիճակը։ Ես մոտավորապես 11 ամիս հարաբերությունների մեջ եմ եղել Գորգ Մանուկյանի հետ։ Նա ինձ հավաստիացրել էր, որ իր ամուսնությունը փաստացի վաղուց ավարտված է, որ ամուսնալուծությունը պարզապես ձականություն կլինի։ Արմինեն մի կում սուրճ խմեց, նրա դեմքը ոչ մի ռեակցիա չէր բացահայտում խոստովանությանը։ Եվ հիմա, երբ պարզել եք, որ իմ դուստրը ոչ թե պարզ համադրող է, ինչպես կարծում էիք, այլ արդյունաբերական կայսրության ժառանգորդուհի, ձեր հեռանկարները փոխվել են։ Հարցի անկեղծությունը զարմացրեց Լիլիթին, բայց նա որոշեց պատասխանել նույնքան ազնվությամբ։ Ես պարզեցի, որ ինձ մանիպուլյացիայի են ենթարկել, տիկին Պողպատյան։ Գորգն ինձ ներկայացրել է իրականության մի տարբերակ, որը ծառայում էր իր շահերին, ոչ թե իմ։ Եվ այո, դա ամբողջովին փոխեց իմ հեռանկարը։ Եվ ինչ եք ուզում հիմա։ Հարցը լի էր դարերի գործարար բանակցություններով, ուղիղ, առանց զարդարանքների, կենտրոնացած նպատակի վրա։ Ես ուզում եմ պաշտպանել իմ կարիերան հեղինակությունը, պատասխանեց Լիլիթը։ Ես չեմ ուզում հավերժ հայտնի լինել որպես մյուսը, ընտանիք քանդողը։ Եվ ամենակարևորը, չեմ ուզում օգտագործվել որպես զինվոր մի խաղում, որը լիովին չեմ հասկանում։ Արմինեն մի քանի րոպե ուսումնասիրեց նրան, նրա մոխրագույն աչքերը, այնքան նման Հեղինեի աչքերին, թափանցող էին իրենց գնահատականում։ Դավիթը նշեց, որ դուք հետաքրքրված կլինեիք մեր նոր մեդիա թի ստեղծագործական տնօրենի պաշտոնով։ Դա մեծ պատիվ արտասովոր հնարավորություն կլիներ, պատասխանեց Լիլիթը, փորձելով զսպել ոգորությունը ձայնում։ Ես կինոյի կրթություն ունեմ, բացի դերասանական փորձից, միշտ երազել եմ մշակել նախագծեր, որոնք ձայն կտան իսկական հայկական պատմություններին։ Գուցե պատմություններ արդյունաբերության մեջ կանանց մասին, առաջարկեց Արմինեն մի հետաքրքրությամբ, որը կարծես անկեղծ էր։ Կա պատմությունների զգալի պակաս, որոնք ցույց են տալիս կորպորատիվ աշխարհի կուլիսները կանանց տեսանկյունից։ Հենց այդպես ոգորվեց Լիլիթը, մի պահ մոռանալով խոսակցության լարված համատեքստը։ Մենք այնքան պատմություններ ունենք պատմելու, կանայք տղամարդկանց կողմից գերիշխող ոլորտներում, կին ղեկավարներ խոշոր կորպորացիաներում, ամբիցիաների սոցիալական սպասումների հավասարակշռման մարտահրավերները։ Գրեթե 20 րոպե խոսակցությունը զարմանալիորեն լավ ընթացավ, Լիլիթը կիսվում էր իր գաղափարներով սերիալների վավերագրական ֆիլմերի համար, իսկ Արմինեն խորաթափանց հարցեր էր տալիս, որոնք ցույց էին տալիս տեսալսողական արտադրության մասին իրական գիտելիքներ։ Դա նման էր սյուրռեալիստական աշխատանքային հարցազրույցի անձնական ճգնաժամի մեջ։ Վերջապես, Արմինեն իր դատարկ բաժակը դրեց ափսեի վրա, վերադարձավ կենտրոնական թեմային։ Ես ուղիղ կլինեմ, Օրիորդ Ասլանյան։ Ձեր հարաբերությունները Գորգ Մանուկյանի հետ զգալի բարդություն են իմ դստեր Պողպատյան խմբի համար։ Լրատվամիջոցները կցանկանային դա վերածել ստոր սկանդալի, մի բան, որը ներգրավված կողմերից ոչ մեկը չի ցանկանում։ Լիովին հասկանում եմ, պատասխանեց Լիլիթը, նորից լարվելով։
Սակայն շարունակեց Արմինեն, ես հավատում եմ, որ տաղանդավոր մարդիկ արժանի են երկրորդ հնարավորության, երբ ցուցաբերում են խորաթափանցություն ազնվություն։ Նա հաշվարկված դադար տվեց։ Մեր մեդիա բաժնի պաշտոնը իրական է, հիմնվելով մեր այսօրվա խոսակցության վրա, ես կարծում եմ, որ դուք շատ բան կունենայիք ներդնելու։ Բայց կան պայմաններ։ Ինչ պայմաններ։ Առաջին, ձեր հարաբերությունները Գորգ Մանուկյանի հետ պետք է անմիջապես վերջնականապես ավարտվեն։ Երկրորդ, դուք կստորագրեք համապարփակ գաղտնիության համաձայնագիր այս ամբողջ հարցի վերաբերյալ։ Երրորդ, առաջիկա 3 ամիսների ընթացքում դուք բացառապես կկենտրոնանաք ընթացիկ սերիալի վրա մեր մեդիա բաժնի համար առաջարկներ մշակելու վրա, առանց հարցազրույցների կամ հանրային ելույթների, որոնք կարող են սնուցել շահարկումները։ Լիլիթը վերլուծեց պայմանները, հասկանալով, որ դրանք միաժամանակ ուլտիմատում էին, փրկողակ, հենց այնպես, ինչպես Դավիթն էր կանխատեսել։ Իսկ եթե ես ընդունեմ այս պայմանները, այդ դեպքում ամուսնալուծության ավարտից երեխայի ծնունդից հետո դուք կհայտարարվեք Պողպատյան Մեդիա Գրուպ-ի առաջին ստեղծագործական տնօրեն, զգալի բյուջեով, ձեր առաջին օրիգինալ սերիալը մշակելու համար։ Արմինեն վերցրեց իր պայուսակը, նշելով, որ հանդիպումը մոտենում է ավարտին։ Դա հնարավորություն է պոտենցիալ սկանդալը վերածելու ձեր կարիերայի արդյունավետ գլխի, Օրիորդ Ասլանյան։ Մի բան, որը շատ հազվադեպ է այն աշխարհում, որտեղ մենք ապրում ենք։ Մինույն ժամանակ Նաիրի բժշկական կենտրոնում Հեղինեն անցնում էր հերթական նախածննդյան հետազոտությունը։ Բժիշկը ուշադիր դիտում էր ուլտրաձայնային պատկերները, մինչ նա փորձում էր կենտրոնանալ իր մեջ շարժվող փոքրիկ էակի վրա, այլ ոչ թե այն փոթորկի, որի մեջ էր հայտնվել իր կյանքը վերջին 24 ժամվա ընթացքում։ Ամեն ինչ կատարյալ է, հայտարարեց բժիշկ Մարտիրոսյանը, հայտնի մանկաբարձ, որը 2 սերունդ խնամում էր Պողպատյան ընտանիքի հղիությունները։ Երեխան իդեալական դիրքում է, քաշը, համապատասխան, զարգացումը նորմալ։ Ուժեղ առողջ տղա։ Հեղինեն ժպտաց, զգալով թեթացման ալիք էմոցիոնալ փոթորկի մեջ։ Տղա։ Իր որդին։ Անկախ նրանից, թե ինչ կպատահի իր Գորգի միջ, այս կյանքը կշարունակվի, կմեծանա, կծաղկի։ Որքան ժամանակ դեռ ունեմ, բժիշկ, հարցրեց նա շոյելով փորը։ Զարգացումից ելնելով, կասեի 2 շաբաթ, առավելագույնը։ Բայց երեխաներն իրենց սեփական ժամանակացույցն ունեն, ժպտաց նա, սկսելով հավաքել սարքավորումները։ Ամեն դեպքում, ամեն ինչ պատրաստ է։ Մենք կարող ենք գործել ծննդաբերության սկսվելու ցանկացած նշանի դեպքում։ Հեղինեն գլխով արեց, հեգնաբար մտածելով, թե ինչպես է այդ կանխատեսումը համընկնում այն ժամկետի հետ, որը նրանք տվել էին Գորգին առաջարկն ընդունելու համար։ 2 շաբաթ։ Բավական ժամանակ, մի գլուխ փակելու բոլորովին նորը սկսելու համար։ Կաբինետից դուրս գալով նա սպասասրահում գտավ մորը, որը անփութորեն թերթում էր գործարար ամսագիր, որի շապիկին, հեգնաբար, Գորգ Մանուկյանն էր, հայկական ֆինտեխի ապագան վերնագրով։ Ինչպես անցավ հետազոտությունը, հարցրեց Արմինեն, արագ թաքցնելով ամսագիրը։ Ամեն ինչ կատարյալ է։ Երեխան առողջ է, ուժեղ։ Նրանք միասին քայլեցին դեպի վերելակ, նրանց միջ հարմարավետ լռություն, որը խախտվեց միայն այն ժամանակ, երբ նրանք մենակ մնացին իջնող խցիկում։ Դու հանդիպել ես նրա հետ, այնպես չէ՞, հանկարծակի հարցրեց Հեղինեն։ Լիլիթ Ասլանյանի հետ։ Արմինեն զարմանք չցուցաբերեց դստեր խորաթափանցությունից։ Այո։ Ես խելամիտ համարեցի գնահատել այս հավասարման բոլոր փոփոխականները։ Եվ նա հենց այն է, ինչ մենք սպասում էինք, ամբիցիոզ, տաղանդավոր, բավականաչափ պրագմատիկ, գիտակցելու, թե որտեղ են իրականում իր շահերը։ Արմինեն աննկատ ուղղեց ոսկե ապարանջանը դաստակին։ Նա կընդունի մեր առաջարկը։ Ես վստահ եմ։ Հեղինեն դանդաղ գլխով արեց, զգալով զգացմունքների տարօրինակ խառնուրդ։ Զայրույթ կամ խանդ չկար, այդ զգացմունքները կարծես ցրվել էին իր իրական ինքնության բացահայտման հետ, կարծես Հեղինե Սարգսյանի դիմակն ընկել էր այն ամենաստոր զգացմունքների հետ միասին, որոնք նա թույլ էր տվել իրեն որպես սովորական կին։ Իսկ Գորգը, կարծում ես, նա կընդունի մեր առաջարկը։ Արմինեն ժպտաց այն վստահությամբ, որով հազվադեպ էր սխալվում իր բնավորության գնահատականներում։ Նա կպայքարի, կբանակցի, կփորձի բացթողումներ գտնել։ Բայց վերջում կընդունի։ Գորգ Մանուկյանի նման տղամարդիկ միշտ ընտրում են այն ճանապարհը, որը պահպանում է իրենց կապիտալի մեծ մասը, լինի դա ֆինանսական, թե սոցիալական։
Վերելակը հասավ առաջին հարկ, երկու կանայք քայլեցին դեպի ելք, որտեղ նրանց սպասում էր ընտանիքի վարորդը։ Մեքենա նստելուց առաջ Հեղինեն կանգնեց նայեց Երանի պարզ երկնքին, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում իր մեջ, կարծես պատասխանելով իր մտքերին։ Գիտես, մայրիկ, չնայած ամեն ինչին, ես չեմ զղջում վերջին 7 տարիների համար։ Ինչ-որ առումով ես պետք է ապրեի որպես Հեղինե Սարգսյան, բացահայտելու այն ուժը, որը միշտ գոյություն է ունեցել Հեղինե Պողպատյանի մեջ։ Արմինեն դստերը գրկեց հազվագյուտ անկեղծ գրկախառնությամբ։ Եվ հենց դրա համար էլ դու կլինես լավագույն ղեկավարը, որ մեր ընտանիքը երբ է ունեցել է։ 36 ժամ տաց ինտենսիվ վերլուծություններից, թեժ քննարկումներից, ներքին բանակցություններից հետո Գորգի պատասխանի ժամկետը մոտենում էր ավարտին։ Ձեռներեցը ժամանակավորապես հաստատվել էր Ալեքսանդր հյուրանոցի գործադիր համարում, էլեգանտ տարածքը վերածելով իր փաստաբանների ֆինանսական խորհրդատուների թիմի համար իմպրովիզացված հրամանատարական կենտրոնի։ Պարոն Մանուկյան, մեզ որոշում է պետք, պնդեց Ռուբեն Հակոբյանը, գլխավոր փաստաբանը, զուսպ նայելով իր ձեռքի ժամացույցին։ Պողպատյան ընտանիքի սահմանած ժամկետը լրանում է ուղիղ 2 ժամից։ Գորգը համայնապատկերային պատուհանից դիտում էր քաղաքը, Երանի լույսերը սկսում էին վառվել, երբ կեսօրը տեղի էր տալիս երեկոյի սկզբին։ Նրա մտքում թվերը, սցենարներն ու ռազմավարությունները խառնվել էին հոգնեցուցիչ խառնաշփոթի մեջ։ Իսկ եթե հակառաջարկ անենք, 120 միլիոն պահպանեմ բաժնետոմսերի 10%, որպես փոքրամասնական բաժնետեր, առանց քվեարկության իրավունքի, առաջարկեց նա շրջվելով դեպի թիմը։ Ֆերնանդո Մեյրելեսը, կորպորատիվ դատավարությունների մասնագետը, բացասաբար թափահարեց գլուխը։ Մենք արդեն քննարկել ենք դա, Գորգ։ Պողպատյան ընտանիքը հստակ հասկացրել է, որ բանակցությունների տեղ չկա։ Կամ իրենց առաջարկն է, կամ դատական ճանապարհը, որը, ինչպես արդեն լայնորեն ցույց ենք տվել, կործանարար կլինի ձեզ համար։ Մարսիա Կամպոսը, կորպորատիվ մասնագետը, լուրջ արտահայտությամբ խորհրդակցում էր իր պլանշետի հետ։ Բացի այդ, նորաթեք ի վերջին 18 ամիսների ֆինանսական գործառնությունների մեր վերլուծությունները բացահայտում են զգալի իրավական խոցելիություններ։ Եթե այս տեղեկությունները հասնեն հարկային մարմիններին։ Գիտեմ, ընդհատեց Գորգը, զայրացած։ Արդեն 20 անգամ լսել եմ դա վերջին 36 ժամվա ընթացքում։ Սենյակի 4-րդ անդամը, որը մինչ այդ լուռ էր, վերջապես խոսեց։ Արթուր Մելիքյանը, ճգնաժամային կառավարման հանրային իմիջի մասնագետը, թիմի ամենանոր համալրումն էր, որը վարձվել էր հատուկ Գորգի սոցիալական հեղինակային կապիտալին հասցվելիք պոտենցիալ վնասները գնահատելու համար։ Կա նա մեդիա գործոնը, որը պետք է հաշվի առնել, մեկնաբանեց Արթուրը, ուղղելով իր հաստ շրջանակով ակնոցները։ Մեր սիմուլյացիաները ցույց են տալիս, որ հանրային դատավարության դեպքում գերիշխող պատմությունը չափազանց անբարենպաստ կլինի ձեզ համար։ Ձեռներեցը լքում է հղի կնոջը երիտասարդ դերասանուհու համար, պարզում է, որ թերագնահատել է նրա ուժը։ Սա այնպիսի պատմություն է, որը մամուլը պաշտում է, որը կարող է մշտապես բիծ թողնել ձեր հեղինակության վրա շուկայում։ Գորգը ձեռքերը տարավ դեմքի վրայով, զգալով յուրաքանչյուր խոսքի ծանրությունը։ Խաղի մեջ միայն փող չէր, դա նրա ինքնությունն էր, նրա պատմությունը, նրա ժառանգությունը։ Նորաթեքը ավելին էր ներկայացնում, քան ֆինանսական ակտիվ։ Դա նրա տեսլականի, նրա տաղանդի, տարիների անխոնջ աշխատանքի նյութականացումն էր։ Իսկ Լիլիթից ինչ-որ նորություն կա, հանկարծակի հարցրեց նա։ 4 մասնագետները անհարմար հայացքներ փոխանակեցին, նախքան Ռուբենը պատասխանեց։ Ինչպես նախկինում խորհուրդ ենք տվել, խելամիտ կլիներ այս կրիտիկական պահին նրանից հեռու մնալ։ Ցանկացած հաղորդակցություն կարող է։ Ես չհարցրեցի, թե ինչը խելամիտ կլիներ, կտրուկ ընդհատեց Գորգը։ Ես հարցրեցի, թե արդյոք նրանից նորություն ունենք։ Արթուրը կոկորդը մաքրեց, ստանձնելով նուրբ տեղեկատվությունը հաղորդելու պատասխանատվությունը։ Մեր կապերը արվեստի աշխարհում հուշում են, որ Օրիորդ Ասլանյանը 3 առավոտյան հանդիպում է ունեցել Արմինե Պողպատյանի հետ։ Սուրճ կենտրոնում, ըստ երույթին, բավականին ջերմ։ Նորությունը Գորգին հարվածեց որպես ֆիզիկական հարված։ Նա թեթակի սայթաքեց, հենվելով մոտակա սեղանին։ Լիլիթը հանդիպել է Հեղինեի մոր հետ։ Եվ ոչ ոք ինձ մինչ հիմա այդ մասին չի տեղեկացրել։ Մենք համարեցինք, որ տեղեկատվությունը միայն ավելորդ սթրես կավելացներ որոշման կայացման գործընթացի ընթացքում, բացատրեց Արթուրը, պահպանելով պրոֆեսիոնալ տոնը։ Բացի այդ, մեր տեղեկատուները չկարողացան մանրամասներ ստանալ խոսակցության բովանդակության մասին, միայն որ այն տեղի է ունեցել։
Գորգը վերցրեց իր բջջայինը, արագ հավաքեց Լիլիթի համարը։ Զանգն անմիջապես գնաց ձայնային փոստ, ինչպես եղել էր օրվա ընթացքում վերջին 10 փորձերի ժամանակ։ Այնուհետ նա բացեց հաղորդագրությունների հավելվածը, գրեց. «Շտապ, պետք է խոսենք։ Գիտեմ Արմինե Պողպատյանի հետ քո հանդիպման մասին։ Ինչ է կատարվում»։ Մի քանի վայրկյան հետո հայտնվեցին հաղորդագրությունը հասել է, հաղորդագրությունը կարդացվել է ցուցիչները, բայց ոչ մի պատասխան չեկավ։ Գորգը զգաց անհանգստության դավաճանության ալիք։ Սկզբում Հեղինեն, հիմա Լիլիթը իր կյանքի երկու կանայք թաքցնում էին կարևոր ճշմարտություններ, խաղում էին իրենց սեփական խաղերը։ Պարոն Մանուկյան, Ռուբենի ձայնը նրան վերադարձրեց ներկա իրականություն։ Մեզ իսկապես ձեր վերջնական որոշումն է պետք։ Պողպատյան ընտանիքի փաստաբանները սպասում են մեր պատասխանին, ժամկետը։ Ընդունում եմ առաջարկը, կտրուկ ընդհատեց Գորգը։ Զարմացած լռություն լցրեց սենյակը։ Այդքան դժկամությունից այլընտրանքների որոնումից հետո հանկարծակի կապիտուլյացիան զարմացրեց նույնիսկ նրա փորձառու խորհրդատուներին։ Վստահ եք, հարցրեց Մարսյան։ Երբ մենք հաղորդենք այս որոշումը, հետդարձի ճանապարհ չի լինի։ Բացարձակ, պատասխանեց Գորգը, նոր վճռականություն նրա հայացքում։ 70 միլիոն, ամբողջական հեռացում նորաթեքից գաղտնիության համաձայնագիր։ Ընդունում եմ բոլոր պայմանները, բայց մեկ լրացուցիչ պայմանով։ Ինչ պայմանով, զգուշորեն հարցրեց Ռուբենը։ Ես ուզում եմ համաձայնագրում ներառել հայրական իրավունքների հստակ երաշխիք։ Պարբերական այցելություններ, մասնակցություն կրթության առողջության վերաբերյալ կարևոր որոշումների կայացմանը, ամեն ինչ օրինականորեն փաստաթղթավորված։ Դա նա իմ որդին է, ես պարզապես չեմ անհետանալու նրա կյանքից։ Փաստաբանները արագ հայացքներ փոխանակեցին, նախքան Ռուբենը գլխով արեց։ Կարծում եմ, դա խելամիտ է, հավանաբար ընդունելի մյուս կողմի համար։ Ես անմիջապես կհաղորդեմ առաջարկի մեր ընդունումը, այս վերապահումով։ Մինչ իրավաբանական թիմը մոբիլիզացվում էր պատասխանը ձակերպելու համար, Գորգը վերադարձավ պատուհանի մոտ, դիտելով երկնաքերերի հորիզոնը, որը լուսավորվում էր այժմ մութ երկնքի ֆոնին։ Այդ քաղաքի ինչ-որ տեղ Հեղինեն կրում էր իր որդուն։ Մեկ այլ տեղ Լիլիթը, հավանաբար, բանակցում էր իր ապագայի շուրջ այն ընտանիքի հետ, որը նոր էր գնել իրենը։ Նրա բջջայինը թրթռաց ծանուցումով, վերջապես, Լիլիթից պատասխան։ Կներես, Գորգ։ Հիմա չեմ կարող խոսել։ Գուցե մի քանի օրից, երբ ամեն ինչ հանդարտվի։ Խնդրում եմ, այս պահին մի պնդիր։ Կարճ խուսափողական հաղորդագրությունը հաստատեց նրա կասկածները։ Խաղաթղթե տունը, որը նա այդքան խնամքով կառուցել էր, փլուզվում էր բոլոր կողմերից։ Արաբկիրի առանձնատանը մի այլ, բայց ոչ պակաս լարված հանդիպում էր տեղի ունենում։ Հեղինեն, նրա մայրը Արմինեն, Մատրիարխ Սիրանուշը, Պողպատյան խմբի իրավաբանական թիմը սպասում էին Գորգի պատասխանին։ Մթնոլորտն ավելի հանգիստ էր, քան նախորդ օրերին։ Թիմն աշխատում էր այն հանգիստ վստահությամբ, որը բնորոշ է բոլոր խաղաքարտերը ձեռքին ունեցողին։ Նա կընդունի, հայտարարեց Սիրանուշը, նայելով Բուխարու վրայի հին ժամացույցին։ Նրա նման տղամարդիկ միշտ ընտրում են փողի ճանապարհը։ Մի թերագնահատիր տղամարդկային հպարտությունը, մայրիկ, պատասխանեց Արմինեն, իրեն մի բաժակ թեյ լցնելով։ Հատկապես, երբ այն հրապարակայնորեն վիրավորված է։ Հեղինեն լուռ էր մնում, աննկատ շոյելով փորը, մինչ դիտում էր իրեն նախորդող Պողպատյան կանանց երկու սերունդներին, այնքան տարբեր ոճով, այնքան նման էությամբ։ Տատը, կոփված հայկական արդյունաբերության վաղ տարիների դժվարություններով, երբ ղեկավար կինը դիտվում էր որպես այլանդակություն։ Մայրը, կրթված եվրոպական լավագույն համալսարաններում, հավասարակշռելով ընտանեկան ավանդույթներն ու գործարար նորարարությունը։ Եվ հիմա նա, Հեղինեն, որը փորձել էր փախչել ժառանգությունից, միայն թե վերագտներ այն ամենաանհավանական պահին։ Ինչպիսին էլ լինի նրա որոշումը, վերջապես խոսեց Հեղինեն, ես պատրաստ եմ։ Նարինե Ավագյանը, գլխավոր իրավաբանը, մոտեցավ իր պլանշետով։ Մենք պատասխան ունենք։ Գորգ Մանուկյանը ընդունում է առաջարկի բոլոր պայմանները, մեկ լրացուցիչ պայմանով, իր հայրական իրավունքների օրինական երաշխիքներ, ներառյալ պարբերական այցելություններ երեխայի վերաբերյալ կարևոր որոշումների կայացմանը մասնակցություն։ Հեղինեն հայացքը բարձրացրեց, անկեղծ թեթացման արտահայտությունը փափկեցրեց նրա դեմքը օրերի ընթացքում առաջին անգամ։ Դա լավ է, պարզապես ասաց նա։ Տղան արժանի է ճանաչելու իր հորը։ Արմինեն գլխով արեց, թե Սիրանուշը ակնհայտ դժգոհությամբ կնճռեց ճակատը։
Մենք կընդունենք պայմանը, որոշեց Արմինեն որպես խմբի գործադիր տնօրեն։ Պայմանով, որ այն լավ իրավական կառուցվածք ունենա, վարքի զսպվածության վերաբերյալ հստակ դրույթներով։ Իսկ վերջին հանդիպումը, հարցրեց Կարենը աուդիտորը, խորհրդակցելով իր օրակարգի հետ։ Դեռ պահում ենք վաղվա համար։ Այո, հաստատեց Արմինեն։ Ես ուզում եմ այս գլուխը փակել մինչ շաբաթվա վերջ։ Փաստաթղթերը մինչ այդ պատրաստ կլինեն, Նարինե։ Իրավաբանը գլխով արեց։ Ամեն ինչ պատրաստ կլինի ստորագրության համար վաղը ժամը 14:00-ին, ինչպես պլանավորված է։ Մինչ մասնագետները սկսում էին հեռանալ, Հեղինեն նստած մնաց միաժամանակ ավարտի նոր սկզբի տարօրինակ զգացողությամբ։ 7 տարի նա ապրել էր որպես Հեղինե Սարգսյան, կառուցելով ընտանեկան կայսրությունից առանձին ինքնություն։ Հիմա նա նորից դառնում էր Հեղինե Պողպատյան, բայց փոխակերպված փորձով։ Դա պարզապես վերադարձ չէր ելակետին, դա վերընթաց պարույր էր, որը կրում էր այն ամենը, ինչ սովորել էր իր ինքնաբացահայտման ճանապարհորդության ընթացքում։ Աղջիկս, լավ ես, հարցրեց Արմինեն, նստելով նրա կողքին բազմոցին։ Ես մտածում եմ ապագայի մասին, պատասխանեց Հեղինեն, նրա հայացքը հեռու էր։ Այն ղեկավարի տեսակի մասին, որը ես ուզում եմ լինել խմբի համար, այն մոր տեսակի մասին, որը ես կլինեմ իմ որդու համար։ Եվ ինչ տեսակ կլինի դա։ Մեկը, որը հարգում է ավանդույթները, առանց դրանց գերին լինելու։ Մեկը, որը գնահատում է իշխանությունը, առանց դրանով կոռումպացվելու։ Նա թեթակի ժպտաց։ Մեկը, որը իր որդուն կսովորեցնի տեսնել արտաքին տեսքից տիտղոսներից այն կողմ, գտնել իրական արժեք մարդկանց իր մեջ։ Արմինեն նրբորեն սեղմեց դստեր ձեռքը, ֆիզիկական քնքշության հազվագյուտ ժեստ ավանդաբար զուսպ ընտանիքում։ Գիտեի, որ դու ի վերջո կվերադառնաս մեզ մոտ։ Պարզապես չէի պատկերացնում, որ դա կլինի այսքան դրամատիկ։ Հեղինեն մեղմ ծիծաղեց։ Կյանքի լավագույն պլանները հազվադեպ են հետում այն սցենարին, որը մենք պատկերացնում ենք, այնպես չէ՞։ Հաջորդ առավոտյան մթնոլորտը լարված էր Պողպատյան խմբի գլխավոր գրասենյակի ժողովների սրահում, Կասկադի տեսարանով մի վեհաշուկ շենքի 40 վրդհարկում։ Ծմարմարե օվալած սեղանը հարմարավետ տեղավորում էր 10 մարդու, բայց այս պահին միայն 6-ն էին զբաղեցնում տեղերը։ Հեղինեն, Արմինեն Սիրանուշ Պողպատյանները, Նարինե Ավագյանի ուղեկցությամբ, մյուս կողմում Գորգը Ռուբեն Հակոբյանը։ Սեղանի վրա կոկիկ դասավորված փաստաթղթերի կույտ էր սպասում ստորագրությունների։ Բաժնետոմսերի առքուվաճառքի համաձայնագիրը, գաղտնիության պայմանագիրը, վերանայված ամուսնալուծության համաձայնագիրը, հայրական իրավունքների պայմանները, մի պատմության իրավական ավարտ, որը սկսվել էր 7 տարի առաջ, երբ մի խոստումնալից երիտասարդ ձեռներեց հանդիպել էր թանգարանի թվացյալ պարզ համադրողի մի վերնիսաժում։ Նախքան շարունակելը սկսեց Նարինեն, կցանկանայի հաստատել, որ բոլորը վերանայել են վերջնական փաստաթղթերը համաձայն են սահմանված պայմաններին։ Ռուբենը գլխով արեց, պատասխանելով Գորգի փոխարեն։ Մենք ամեն ինչ վերանայել ենք։ Պայմանները համաձայնեցվածի պես են։ Այնուհետ Նարինեն սկսեց մանրակրկիտ նշել, թե որտեղ պետք է ստորագրի յուրաքանչյուր կողմ։ Գործընթացը գրեթե ծիսական էր իր ձականությամբ, իշխանության, փողի պարտավորությունների իրավական փոխանցում, որոնք ներկայացված էին յուրաքանչյուր ստորագրության մեջ։ Գորգը պահպանում էր չեզոք, պրոֆեսիոնալ արտահայտություն, բայց նրա աչքերը երբեմն հանդիպում էին Հեղինեի աչքերին, փնտրելով ինչ։ Զղջում։ Հաղթանակ։ Վրեժ։ Այն, ինչ նա տեսնում էր, սակայն, միայն վճռական հանգստություն էր, նույնը, որը գրավել էր նրան տարիներ առաջ, այժմ ընդլայնված իր իրական ուժի գիտակցմամբ։ Երբ հերթը հասավ հայրական իրավունքների համաձայնագիրը ստորագրելուն, Հեղինեն դադար տվեց, հանդիպման ընթացքում առաջին անգամ ուղղակիորեն շրջվելով դեպի Գորգը։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել մեր միջ, ես երբեք չէի խանգարի մեր որդուն ճանաչել շփվել հոր հետ։ Սա ինձ համար պարզապես իրավական փաստաթուղթ չէ, դա բարոյական պարտավորություն է։ Գորգը կոկորդուն կոշտուկ զգաց, զարմացած իր սեփական զգացմունքից, որն առաջացրել էր նրա անկեղծությունը։ Շնորհակալություն, միայն դա կարողացավ պատասխանել, նախքան երկուսն էլ ստորագրեցին փաստաթուղթը։ Երբ վերջին ստորագրությունը հավաքվեց, Նարինեն վերադասավորեց թղթերը առանձին թղթապանակներում, համապատասխան պատճենները հանձնելով ներգրավվածներին։ Սրանով մենք պաշտոնապես ավարտում ենք համաձայնագիրը։ Համակցված գումարը կփոխանցվի նշված հաշվին մինչ այսօրվա վերջ, բաժնետոմսերի փոխանցման գրանցումը անմիջապես կմշակվի։
Գորգը բարձրացավ, ուղղելով իր անթերի կոստյումը։ Ուրեմն վերջ, մեկնաբանեց նա, ավելի շատ իրեն, քան մյուսներին։ Միայն մեկ բան էլ կա, ասաց Արմինեն, աննկատ նշան անելով իր օգնականին, որը սպասում էր դռան մոտ։ Երիտասարդ կինը մոտեցավ, բերելով էլեգանտ կաշվե թղթապանակ, որը հանձնեց Գորգին։ Նա բացեց այն շփոթված, գտնելով մի շարք փաստաթղթեր, կայունության հարցերով զբաղվող հայտնի միջազգային խորհրդատվական ընկերության դրոշմակնիկով։ Սա ի՞նչ է, հարցրեց նա։ Հնարավորություն, պատասխանեց Արմինեն։ Պողպատյան խումբը մեծ ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաներում, մետալուրգիական արտադրության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու համար։ Սա այս ոլորտում թվային լուծումների մշակման խորհրդատվական առաջարկ է։ Գորգը նայեց փաստաթղթերին, հետո Արմինեին անհավատությամբ։ Այս ամենից հետո դուք ինձ աշխատանք եք առաջարկում։ Ոչ թե աշխատանք, պարզաբանեց Արմինեն։ Միանգամյա գործընկերություն, որպես մասնագիտացված արտաքին խորհրդատու։ Ձեր տաղանդը անհերքելի է, պարոն Մանուկյան, ռեսուրսների վատնում կլիներ այն չօգտագործելը միայն այն պատճառով, որ մեր անձնական հարաբերությունները բարդացել են։ Նախքան Գորգը կկարողանար պատասխանել, Հեղինեն թեթակի տնքաց, երկու ձեռքով բռնելով փորը։ Աղջիկս, անմիջապես տագնապեց Սիրանուշը։ Ես լավ եմ, պարզապես Հեղինեն չկարողացավ ավարտել նախադասությունը, երբ նոր, ավելի ուժեղ գծկումը ստիպեց նրան թեթակի կռանալ սեղանի վրա։ Կամ գուցե այնքան էլ լավ չեմ։ Գծկումներ են, հարցրեց Արմինեն, արդեն ոտքի կանգնած դստեր կողքին։ Կարծում եմ, այո։ Գիշերը թույլ սկսվեցին, բայց կարծեցի, պարզապես երեխայի սովորական շարժումներն են։ Հիմա ավելի հստակ են։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել ցավը։ Եվ կարծես թե ավելի հաճախակի են դառնում։ Ես կկանչեմ վարորդին, հայտարարեց Սիրանուշը, արդեն վերցնելով հեռախոսը։ Իսկ ես կզանգեմ բժիշկ Մարտիրոսյանին, ավելացրեց Արմինեն։ Նարինեն արագ հավաքում էր փաստաթղթերը, մինչդեռ Ռուբենը ակնհայտ անհարմարությամբ դիտում էր տեսարանը։ Գորգը, սակայն, անշարժ էր մնում, աչքերը հառած Հեղինեին։ Երեխան ծնվում է, մրմնաց նա, կարծես միայն հիմա էր հայր լինելու իրականությունը հասնում իրեն։ Հեղինեն նոր կծկման պահին հայացքը բարձրացրեց նրա վրա, մի կարճ պահ բոլոր գործարար բարդությունները, դավաճանություններն ու բանակցությունները երկրորդական թվացին այն հիմնարար կենսաբանական փաստի առջ, որը նրանց միավորում էր։ Նրանք պատրաստվում էին նոր կյանք բերել աշխարհ։ Այո, պարզապես պատասխանեց նա։ Մեր որդին որոշել է, որ ժամանակն է։ Նաիրի բժշկական կենտրոնը երբեք այդքան վեհաշուկ չէր թվացել Գորգին, որքան այդ կեսօրին։ Չնայած բոլոր նոր ստորագրված փաստաթղթերին, չնայած բոլոր բանակցություններին, վիրավորանքներին, նա գտնվում էր մանկաբարձական բաժանմունքի միջանցքում, սպասելով իր որդու ծննդյան լուրերին։ Դա պլանավորված քայլ չէր։ Նա պարզապես ավտոմատ կերպով հետել էր Պողպատյան ընտանիքի մեքենաների շարասյանը, անկարող հեռանալ, երբ ամենակարևորը պատրաստվում էր տեղի ունենալ։ Սուրճ, առաջարկեց Արմինեն, նրան մեկանգամյա օգտագործման բաժակ մեկնելով։ Նրա դեմքը, որը սովորաբար հանգիստ էր գործարար բանակցությունների համար, ցուցադրում էր առաջին թոռան ժամանմանը սպասող տատիկի բնական անհանգստությունը։ Գորգը գլխի շարժումով ընդունեց խմիչքը։ Իրավիճակը սյուրռեալիստական էր։ Ժամեր առաջ նրանք բանակցային սեղանի հակառակ կողմերում էին, իսկ այժմ կիսում էին հիվանդանոցի սպասասրահին նյարդային սպասումը։ Ինչպե՞ս է նա, հարցրեց նա դառը սուրճից մի քանի կում անելուց հետո։ Ըստ բժիշկների, ամեն ինչ նորմալ է ընթանում։ Հեղինեն միշտ ուժեղ է եղել։ Արմինեն դադար տվեց, խորաթափանց աչքերով ուսումնասիրելով նրան։ Դուք պարտավոր չէիք գալ։ Իրավաբանորեն ամեն ինչ արդեն լուծված է։ Որոշ բաներ պայմանագրերից վեր են, տիկին Պողպատյան։ Գործադիր տնօրենի շուրթերին գրեթե աննկատ ժպիտ հայտնվեց։ Իրոք։ Դրա համար էլ մենք դեռ առաջարկեցինք խորհրդատվական առաջարկը։ Բիզնեսը բիզնես է, ընտանիքը ընտանիք, բայց տաղանդը մի բան է, որը գերազանցում է երկուսին էլ։ Նախքան Գորգը կկարողանար պատասխանել, Սիրանուշ Պողպատյանը դուրս եկավ ծննդաբերական բաժանմունք տանող երկփեղկ դռներից, նրա սովորաբար խիստ դեմքը փափկել էր անկեղծ հուզմունքից։ Ծնվեց, հայտարարեց նա, ձայնը թեթակի դողում էր։ Կատարյալ տղա, 3-8 կիլոգրամ, առողջ աներակայելի ուժեղ թոքերով, դատելով նրանից, թե ինչպես է հայտարարում իր ժամանումը։ Արմինեն գրկեց մորը, Պողպատե մատրիարխների միջ հանրային քնքշության հազվագյուտ դրսորում։
Գորգը անշարժ մնաց, հակասական զգացմունքների հեղեղը մի պահ խանգարում էր նրան արձագանքել։ Նա որդի ուներ։ Նա հայր էր։ Վերջին օրերի ողջ քաոսի մեջ այս հիմնարար ճշմարտությունը հայտնվում էր որպես միակ անբանակցելի հաստատում։ Կարող եմ տեսնել նրանց, տատանվելով հարցրեց նա։ Երկու պողպատյան կանայք արագ հայացքներ փոխանակեցին, նախքան Սիրանուշը պատասխանեց. Հեղինեն խնդրեց կանչել քեզ։ Նա 724 հիվանդասենյակում է։ Նրա ձայնում հաշտվողականության երանգ կար, կարծես նա իր կամքին հակառակ ընդունում էր, որ որոշ կապեր չեն կարող խզվել գործարար համաձայնագրերով։ Դեպի հիվանդասենյակ տանող ճանապարհը անվերջ թվաց։ Յուրաքանչյուր քայլ Գորգին մոտեցնում էր մի իրականության, որին նա էմոցիոնալ առումով պատրաստ չէր, չնայած սպասման բոլոր ամիսներին։ Երբ վերջապես թեթակի թակեց կիսաբաց դուռը, նրա սիրտը կարծես պատրաստվում էր դուրս թռչել կրծքից։ Կարող եք մտնել, հնչեց Հեղինեի ձայնը, զարմանալիորեն ամուր մեկի համար, ով նոր էր ծննդաբերել։ Նա հենված էր հիվանդանոցային մահճակալին, շագանակագույն մազերը հավաքված էին թույլ հյուսով, դեմքը հոգնած, բայց պայծառ։ Նրա ձեռքերում կապույտ ծածկոցներով փաթաթված մի փոքրիկ կապոց նրբորեն շարժվում էր։ Գորգը ակամա ակնածանքով մոտեցավ, կարծես մտնում էր սուրբ տարածք։ Շքեղ հիվանդասենյակը, անկասկած մանկաբարձական բաժանմունքի լավագույն լյուքս համարը, զարդարված էր մշակված ծաղկեպնջերով, որոնք արդեն սկսել էին հասնել, բայց նա հազիվ նկատեց այդ մանրամասները։ Նրա աչքերը հարված էին այն փոքրիկ էակին, որը Հեղինեն պահում էր։ Սա Հայկն է, ներկայացրեց նա, նրբորեն ուղղելով ծածկոցը, բացահայտելու քնած դեմքը։ Հայկ Պողպատյան Մանուկյան։ Գորգը կրծքում սեղմում զգաց, լսելով Պողպատյան ազգանունը, որը նախորդում էր իրենին, մեկ նուրբ հիշեցում հաստատված նոր կարգի մասին։ Բայց որդուն նայելիս, իր փոքրիկ բռունցքներով խաղաղ դեմքով, իշխանության բոլոր վեճերը հանկարծակի չնչին թվացին։ Նա կատարյալ է, շշնջաց նա, ավելի մոտենալով։ Ուզում ես գրկել։ Առաջարկը նրան անակնկալի բերեց։ Այն ամենից հետո, ինչ նրանք անցել էին, նա սպասում էր սառնություն, ձականություն, հեռավորություն, ոչ թե ներառման այս ժեստը։ Կարող եմ։ Հեղինեն գլխով արեց, զգուշորեն մեկնելով փոքրիկ կապոցը։ Դողացող ձեռքերով Գորգն առաջին անգամ գրկեց որդուն, հիացած նրա թեթությամբ, մինույն ժամանակ այն պատասխանատվության ծանրությամբ, որը ներկայացնում էր այդ փոքրիկ էակը։ Բար, Հայկ, մրմնաց նա, ձայնը խեղդվում էր։ Ես քո հայրն եմ։ Երեխան կարճ ժամանակով բացեց աչքերը, դեռս տատանվելով ծննդյան կապույտի իր վերջնական գույնի մեջ, կարծես ճանաչելով այն ձայնը, որն այդքան հաճախ լսել էր մոր որովայնի միջով։ Դա անցողիկ պահ էր, բայց բավական հաստատելու մի կապ, որը Գորգը, բնազդաբար, գիտեր, որ մշտական կլինի։ Շնորհակալություն, որ եկար, ասաց Հեղինեն մի քանի րոպե խորհրդածական լռությունից հետո։ Գիտեմ, որ իրավիճակը բարդ է։ Գորգը զգուշորեն վերադարձրեց երեխային նրա ձեռքերը, նախքան պատասխանելը։ Կարծում եմ, բարդը շատ մեղմ արտահայտություն է այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ, այնպես չէ՞։ Թեթ ժպիտ հայտնվեց Հեղինեի շուրթերին։ Արդար է։ Բայց ես ուզում էի, որ դու այստեղ լինեիր, անկախ ամեն ինչից։ Հայկն արժանի է ճանաչելու իր հորը հենց առաջին պահից։ Գորգը մի աթոռ քաշեց մահճակալի մոտ, հանկարծակի հոգնած վերջին օրերի էմոցիոնալ փոթորկից։ Ինչու Պողպատյան դրեցիր նրա անվան մեջ։ Տարածք նշելու համար։ Հեղինեն մի քանի վայրկյան դիտեց որդուն, նախքան պատասխանելը։ Նրան տալու այն, ինչն իրենն է իրավամբ, նրա ամբողջական ժառանգությունը, երկու կողմերից էլ։ Դու կարող ես չհավանել այն, ինչ տեղի ունեցավ, Գորգ, բայց Պողպատյան կայսրությունը նրա ինքնության մի մասն է նույնքան, որքան քո տաղանդը տեխնոլոգիաների նորարարության մեջ։ Դա անկեղծ պատասխան էր, առանց խորամանկությունների կամ մանիպուլյացիաների։ Հենց այնպիսի ազնվություն, որը նա միշտ գնահատել էր Հեղինեի մեջ, նույնիսկ երբ չէր գիտակցում նրա թաքցրած ճշմարտությունների չափը։ Իսկ մենք։ Ինչպես կլինի այսուհետ։ Մենք կլինենք Հայկի ծնողները։ Համացնողներ, ինչպես հիմա են ասում։ Նա ուղղեց երեխային ձեռքերում, որը սկսում էր քաղցի նշաններ ցույց տալ։ Բացի այդ, եթե դու ընդունես խորհրդատվական առաջարկը, մենք կունենանք միանգամյա պրոֆեսիոնալ հարաբերություններ։ Մնացածը անցյալում է։ Անցյալ 70 միլիոն արժողությամբ, մեկնաբանեց նա, դառնության նշույլ սողոսկելով նրա ձայնի մեջ։
Համարիր դա արդար փոխհատուցում այն արժեքի համար, որը դու իրականում ստեղծել ես նորաթեքում, ոչ թե նրա համար, ինչ դու պատկերացնում էիր, որ ունես։ Հեղինեն ուղիղ նայեց նրան։ Մենք կարող էինք շատ ավելի խիստ լինել, Գորգ։ Կարող էինք պահանջել վերադարձներ, դատի տալ ռեսուրսների չարաշահման համար, հրապարակայնորեն բացահայտել անկանոնությունները։ Մենք ընտրեցինք մի ճանապարհ, որը պահպանում է քո արժանապատվությունը, քո մասնագիտական ապագան։ Գորգը դանդաղ գլխով արեց, ընդունելով նրա խոսքերի ճշմարտությունը։ Լսել եմ, որ Լիլիթին տեսել են քո մոր հետ։ Հեղինեն զարմանք չցուցաբերեց թեմայի փոփոխությունից։ Այո։ Մենք նրան հնարավորություն ենք առաջարկել մեր նոր մեդիա թում։ Շանս, պոտենցիալ սկանդալը արդյունավետ բանի վերածելու։ Եվ նա ընդունել է։ Պաշտոնապես դեռ դիտարկում է, բայց մենք գիտենք, որ կընդունի։ Հեղինեն թեթակի ժպտաց։ Նա բավականաչափ ամբիցիոզ խելացի է, ճանաչելու սանդուղքը, երբ տեսնում է այն։ Խորհրդածական լռություն լցրեց սենյակը, ընդհատվելով միայն նորածնի մեղմ ձայներով։ Վերջապես, Գորգը խոսեց. Ես կընդունեմ խորհրդատվական առաջարկը։ Ոչ քեզ կամ քո ընտանիքի համար, այլ որովհետև նախագիծը հետաքրքիր է, որովհետև նա դադար տվեց, նայելով որդուն, որովհետև ուզում եմ, որ Հայկը տեսնի, որ իր ծնողները կարող են քաղաքակիրթ կերպով միասին աշխատել, չնայած ամեն ինչին։ Հեղինեն գոհունակությամբ գլխով արեց։ Իմաստուն որոշում։ Հիվանդասենյակի դուռը մեղմորեն բացվեց, մի բուժքույր մտավ, ստուգելու մոր որդու կենսական նշանները։ Կարծում եմ, սա իմ հեռանալու ազդանշանն է, մեկնաբանեց Գորգը, բարձրանալով։ Կարող եմ վաղը այցելել։ Կցանկանայի ավելի լավ ճանաչել իմ որդուն։ Իհարկե։ Մենք այստեղ կլինենք 2 օր, ըստ բժշկի։ Նա առաջ թեքվեց, մի պահ տատանվեց, իսկ հետո նուրբ համբույր դրեց որդու ճակատին։ Մինչ վաղը, չեմպիոն։ Միջանցքում Գորգը հանդիպեց Արմինեին, որը ցածր ձայնով զրուցում էր մի տղամարդու հետ, որին ճանաչեց որպես Կարլոս Վեիգա, երկրի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի նախագահ Պողպատյան ընտանիքի մտերիմ ընկեր։ Ահ, պարոն Մանուկյան, պաշտոնապես ողջունեց նրան Արմինեն։ Կարլոսը եկել է ճանաչելու ընտանիքի նոր անդամին։ Կարլոս, սա Գորգ Մանուկյանն է, Հայկի հայրը։ Ներկայացումը կատարյալ քաղաքավարի էր, բայց Գորգը նկատեց, որ է այլ որակավորման նուրբ բացակայությունը, ոչ նախկին Փեսա կամ Հեղինեի նախկին ամուսին, պարզապես Հայկի հայրը։ Այսպես նրան կճանաչեին այսուհետ Երանյան բարձր հասարակության շրջանակներում, Պողպատյան դինաստիայի հիմնական պատմության մեջ ծանոթագրություն։ Հաճելի է ծանոթանալ, մեխանիկորեն պատասխանեց նա, սեղմելով առաջարկված ձեռքը։ Եթե թույլ կտաք, ես պետք է որոշ հարցեր լուծեմ։ Դատարկ վերելակում Գորգը վերջապես թույլ տվեց, որ ինքնատիրապետման դիմակն ընկնի։ Վերջին 48 ժամը ամբողջությամբ փոխել էր իր կյանքը։ Նա կորցրել էր իր ընկերությունը, իր ամուսնությունը, բացահայտել ցնցող ճշմարտություններ, ձեռք բերել զգալի կարողություն, ամենակարևորը՝ դարձել հայր։ Դա գրեթե անտանելի քանակությամբ փոփոխություն էր վերլուծելու համար։ Մինչ նա անցնում էր հիվանդանոցի շքեղ նախասրահով, նրա բջջայինը թրթռաց։ Լիլիթից հաղորդագրություն։ Պետք է խոսենք։ Սուրճ վաղը ժամը 10:00-ին նա տատանվեց, նախքան պատասխանելը։ Առավոտյան զբաղված եմ։ Ճաշ ժամը 13:00-ին պատասխանը գրեթե անմիջապես եկավ։ Կատարյալ է։ Հասցենք ուղարկեմ։ Գորգը հեռախոսը դրեց գրպանը, տարօրինակ կերպով թեթ զգալով։ Դեռ կային լուծելու բարդություններ, վերասահմանելու հարաբերություններ, կառուցելու նոր մասնագիտական կյանք, բայց վատթարագույնն անցել էր։ Խաղաքարտերը սեղանին էին, ճշմարտությունները բացահայտված, համաձայնագրերը կնքված։ Ապագան, որքան էլ անորոշ լիներ, ավելի քիչ սպառնալից էր թվում, քան վերջին օրերի փոթորիկը։ Հիվանդանոցից դուրս Երանյան գիշերը բացվում էր իր սովորական շքեղությամբ։ Երկնաքերերի լույսերը ստեղծում էին արհեստական հորիզոն, որը մրցում էր աստղերի հետ։ Հեռվում ինչ-որ գործարարի ուղղաթիռը կտրում էր երկինքը, հիշեցնելով քաղաքին, որը երբեք չի կանգնում։ Դա կատարյալ միջավայր էր նոր սկիզբների համար, մի մետրոպոլիս, որը իր ամենադիմացկուն բնակիչների նման անընդհատ վերահայտնագործում էր իրեն։ Տաքսիով դեպի հյուրանոց գնալիս Գորգն արեց մի բան, որը տարիներ շարունակ չէր արել։ Բացեց պատուհանը, թույլ տվեց, որ գիշերային օդը դիպչի իր դեմքին։ Պարզ, բայց խորհրդանշական ժեստ։
Վերահսկվող պղպջակը, որում նա ապրել էր, սկզբում որպես հաջողությամբ տարված ձեռներեց, հետո որպես հաշվարկող անհավատարիմ ամուսին, պայթել էր։ Եվ թե պայթյունը ցավոտ էր, այժմ ներս մտնող թարմ օդը, ինչ-որ կերպ, թարմացնող էր։ Մինույն ժամանակ 724 հիվանդասենյակում Հեղինեն առաջին անգամ կերակրում էր Հայկին, հիացած որդու կատարելությամբ այն տարօրինակ լիարժեքության զգացումով, որը համակել էր իրեն։ 7 տարի նա փախել էր պողպատյան ժառանգորդուհու իր ճակատագրից, փնտրելով սեփական ինքնություն, առանձին ընտանեկան ժառանգությունից։ Հեգնանքն այն է, որ նրան անհրաժեշտ էր այդ հեռացումը վերջին ողջ խառնաշփոթը, վերջապես հասկանալու իր տեղը աշխարհում դինաստիայում։ Նա հոր կրկնօրինակն է, մեկնաբանեց Սիրանուշը, դժկամ հիացմունքով դիտելով թոռանը։ Բայց Պողպատյանների աչքերն ունի, ավելացրեց Արմինեն։ Այն երանգը, որը կարծես փոխվում է լույսի հետ։ Հեղինեն ժպտաց, շոյելով որդու գլուխը։ Նա կունենա երկու աշխարհների լավագույնը։ Հոր ստեղծագործականությունն ու նորարարական տեսլականը, Պողպատյան տոհմի ուժն ու վճռականությունը։ Իսկ դու, հարցրեց Արմինեն, նստելով մահճակալի եզրին։ Պատրաստ ես ստանձնելու քո տեղը խորհրդում, երբ վերադառնաս մայրության արձակուրդից։ Հեղինեն նայեց մորը, հետո տատին, զգալով ուժեղ կանանց սերունդների ծանրությունը, որոնք կառուցել ընդլայնել էին այն կայսրությունը, որն այժմ մասամբ իրենն էր լինելու ղեկավարելու համար։ Պատրաստ եմ։ Բայց ոչ որպես պարզապես ձեր կառուցածի շարունակություն։ Ես ունեմ իմ սեփական գաղափարները, արդիականացման նախագծեր, նոր ուղղություններ խմբի համար։ Սիրանուշը գլխով արեց, հպարտության փայլ նրա սովորաբար խիստ աչքերում։ Հենց դա էլ մենք սպասում ենք, աղջիկս։ Յուրաքանչյուր սերունդ պետք է կառուցի նախորդի հիմքերի վրա, ոչ թե պարզապես կրկնօրինակի դրանք։ Հեղինեն դիտում էր, թե ինչպես է որդին գոհունակ քնում իր ձեռքերում, իր առջ բացվող ապագայի կենդանի խորհրդանիշ։ Հայկ Պողպատյան Մանուկյան, երկու աշխարհների ժառանգ, ձախողված ամուսնության արդյունք, բայց նա նոր դաշինքի, որը գերազանցում էր անձնական վիրավորանքները։ Բարի գալուստ աշխարհ, իմ փոքրիկ, շշնջաց նա, նրբորեն համբուրելով որդու ճակատը։ Բարդ, երբեմն դաժան, բայց նա հնարավորություններով լի աշխարհ, նրանց համար, ովքեր գիտեն տեսնել դրանք։